1969 թվականի սեպտեմբերի 1-ի գիշերը Տրիպոլիում խորհրդային դեսպանության շենքի երկրորդ հարկում հեռախոսի զանգը արթնացրեց դեսպանին ժամը 3-ի սահմաններում, այն ժամին, երբ քաղաքն արդեն խորապես քնած էր և միայն միջերկրական ծովից փչող տաք քամին էր շարժում պատուհանների վարագույրները։ Կցորդն ձայնը դողդողալով հայտնում էր, որ քաղաքի զորանոցներից մեկի շուրջը ինչ-որ անսովոր շարժում է նկատվում, որ ռադիոկապի սենյակում ինչ-որ մեկը փորձում է որսալ Տրիպոլիի ռադիոկայանի հաճախականությունը և որ պալատականներից մեկը հեռախոսազանգով հայտնել է, թե Բենգազիում ևս անհանգիստ է։ Դեսպան Սուրեն Թովմասյանը արդեն 60 տարեկան, 30 տարուց ավելի անցկացրած պետական ապարատում չէր շտապում եզրակացություններ աներ։ Նա գիտեր միայն չափազանց լավ, թե որքան հաճախ Հյուսիսային Աֆրիկայի այս երկրում դուրերը մեծանում էին ճանապարհին ինչպես ձյան գունդը, որը գլորվում է սարից և ի վերջո դառնում ձնահյուս, կամ ինչպես անհետանում էին առանց հետք թողնելու, մինչև առավոտ։ Բայց մի բան նա գիտեր հաստատ. այս պահին, այս գիշերվա կեսին, նա միակ մարդն էր ողջ խորհրդային պետության մեջ, ում պարտականությունն էր հասկանալ արդյոք սա հերթական զորավարժություն է, թե մի ամբողջ միապետության վերջին գիշերը։ Այս պատմությունը, որին ականատես ու մասամբ մասնակից եղավ Սուրեն Թովմասյանը, մինչ օրս մնում է նրա կենսագրության ամենաքիչ պատմված գլուխը։ Այն մասին, թե ինչպես մի ժամանակ Հայաստանի բացարձակ տերն էր, արդեն շատ է ասված։ Հայտնի է նրա վերելքը Զանգեզուրի Աղքատ գյուղից մինչև Հանրապետության կենտրոնական կոմիտեի ամենաբարձր աթոռը, հայտնի է նրա մասնակցությունը Չարենցի հիշատակի վերադարձնող հանձնաժողովին, հայտնի է նաև այն, թե ինչպես 1960 թվականի դեկտեմբերին մեկ պլենումի ընթացքում նա կորցրեց ամեն ինչ։ Բայց այն ինչ եղավ հետո, ինչ եղավ նրա հետ այն 10 տարիների ընթացքում, երբ նա այլևս Հայաստանում չէր, այլ ապրում ու աշխատում էր երկու հեռավոր, կրակի մեջ գտնվող երկրներում, մնում է գրեթե ամբողջովին ստվերում։ Եվ սակայն հենց այս տասնամյակում, ոչ թե Երևանում, պատահեց այն, ինչը կարելի է անվանել նրա կյանքի ամենատարօրինակ, ամենադրամատիկ գլուխը։ Մի մարդ, ում ժամանակին հեռացրել էին իբրև ձախողված գործիչ, հայտնվեց պատմության երկու ամենասուր խաչմերուկներում՝ մեկը հարավարևելյան Ասիայում, մյուսը Հյուսիսային Աֆրիկայում, և երկուսում էլ նա գտնվում էր ոչ թե ամբիոնում, այլ պատուհանի մոտ, դիտողի դիրքում, մարդու դիրքում, ով պիտի հասկանար ու հաղորդեր Մոսկվային, թե ինչ է կատարվում աշխարհում, մինչ ինքն այլևս ոչինչ չէր որոշում։ 1960 թվականի դեկտեմբերի պլենումից հետո, երբ Երևանի Կենտկոմի դահլիճը փակվեց նրա թիկունքի ետևում, Թովմասյանն այլևս պաշտոն չուներ, բայց դեռ ուներ կարգավիճակ։ Սա այն նուրբ տարբերությունն էր, որի մասին խորհրդային ապարատում գիտեին բոլորը, ովքեր բարձրացել էին բավական վեր։ Կորցնել իշխանությունը դեռ չի նշանակում կորցնել ամեն ինչ, եթե կենտրոնական կոմիտեի կադրերի բաժինը դեռ քեզ համարում է օգտագործելի։ Մի քանի ամիս նա մնաց Մոսկվայում սպասման վիճակում, որ ինքնին հատուկ տեսակի փորձություն էր։ Ոչ պաշտոն, ոչ հստակ ապագա, միայն հյուրանոցային սենյակ և հանդիպումներ կադրերի բաժնի պաշտոնյաների հետ, ովքեր խոսում էին զգուշավոր, ընդհանուր բառերով, առանց ուղղակինի խոստումների։ Վերջապես 1961 թվականի ապրիլի 10-ին եկավ որոշումը։ Սուրեն Թովմասյանը նշանակվում էր Խորհրդային Միության արտակարգ և լիազոր դեսպան Վիետնամի Դեմոկրատական Հանրապետությունում, փոխարինելով Լեոնիդ Սոկոլովին։ Հանրապետության նախկին ղեկավարի համար սա պետք է որ հնչեր որպես մի տեսակ վերջնական դատավճիռ, բարեկազմ, բայց անառարկելի։ Այլևս ոչ մի հրապարակային ամբիոն, այլևս ոչ մի հանրապետություն, միայն մեկ հեռավոր, փոքր, պատերազմող երկիր, որի մասին խորհրդային մարդկանց մեծ մասը գրեթե ոչինչ չգիտեր։ Ինչ էր Վիետնամը 1961 թվականին, երբ նոր դեսպանն առաջին անգամ իջավ Հանոյի օդանավակայանում։ Երկիրը արդեն 7 տարի բաժանված էր 17-րդ զուգահեռականով։ Հյուսիսում Հո Շի Մի գլխավորած Դեմոկրատական Հանրապետությունը, աղքատ, բայց կարգապահ, հենված գյուղացիական բազայի ու կուսակցական երկաթե կարգապահության վրա։ Հարավում Ամերիկայի աջակցությամբ ամրացող մի ռեժիմ՝ Նգո Դին Զիեմի գլխավորությամբ։ Հանոյում կյանքը արտաքուստ հանդարտ էր, հեծանիվների զանգեր, բրնձի ցանքի հոտը դաշտերից, կանաչ համազգեստով զինվորականներ, որ քայլում էին քաղաքով մեկ առանց հապճեպի։ Բայց ամեն մի դիվանագետ, ով ապրում էր այնտեղ այդ տարիներին, գիտեր, որ այս հանդարտությունը խաբուսիկ է, որ հարավում արդեն մագլցում է մի պատերազմ, որը դեռ չուներ պաշտոնական անուն, բայց արդեն խժռում էր հազարավոր կյանքեր։ Ամերիկյան զինվորական խորհրդականների թիվը հարավում աճում էր ամեն ամիս, և հյուսիսում դեսպանության պատերի ներսում ամեն զեկույց, որ գնում էր Մոսկվա, գրում էր այս աճող լարվածության հետքը։ Նոր դեսպանի կյանքը Հանոյում քիչ ընդհանրություն ուներ այն կյանքի հետ, որ նա ապրել էր Երևանում։ Այնտեղ նա ուներ ամբողջ հանրապետություն, հազարավոր ենթականեր, անձնական մեքենա ու ամառանոց լեռներում։ Այստեղ նա ուներ մի փոքր դեսպանական տարածք,
մի բուռ աշխատակիցներ եւ մի քաղաք, որի լեզուն նա չէր հասկանում, որի շոկ ու խոնավ կլիման էր, ինչպես ասում էին ականատեսները, դժվարացնում էին նույնիսկ շնչառությունը արևադարձային ամիսներին։ Բայց հենց այս սահմանափակության մեջ, հենց այս մեկուսացման մեջ, ասես նոր դեսպանը գտներ մի տեսակ տարօրինակ հանգստություն։ Այստեղ այլևս ոչ ոք չէր հետևում նրա ամեն մի քայլին, այնպես ինչպես Երևանում։ Այստեղ նա այլևս պիտի հավասարակշռեր ոչ թե ազգային հպարտության եւ կայսերական համբերության արանքում, այլ երկու հսկա տերությունների՝ Խորհրդային Միության եւ Չինաստանի աճող մրցակցության մեջ, որ արդեն սկսում էր ճեղքել սոցիալիստական ճամբարի միասնությունը հենց Վիետնամի հողի վրա։ Ինչպես էր զգում իրեն մարդը, ով մի ժամանակ ինքն էր որոշումներ կայացնում, հիմա երբ նրա գործն էր միայն դիտել ու հաղորդել։ Չինաստանի ու Խորհրդային Միության հարաբերությունները 1960-ական թվականների սկզբին արդեն ճաքճքում էին, եւ հենց Հանոյն էր դառնում այն վայրերից մեկը, որտեղ այս ճեղքվածքն ամենազգայունն էր զգացվում։ Հյուսիսային Վիետնամի ղեկավարությունը Հո Շի Մինի գլխավորությամբ փորձում էր պահպանել հավասարակշռություն երկու հսկա դաշնակիցների արանքում, ընդունելով զենք ու տնտեսական օգնություն եւ Մոսկվայից եւ Պեկինից, առանց հրապարակավ կողմ բռնելու։ Խորհրդային դեսպանության համար այս իրավիճակը նշանակում էր մշտական հոգնեցնող աշխատանք։ Պետք էր ուշադիր հետևել, թե որ պահին Հանոյի ղեկավարությունը ավելի է թեքվում դեպի Պեկինի, ավելի կոշտ, ավելի հեղափոխական հռետորաբանությունը, եւ որ պահին կրկին վերադառնում է Մոսկվայի ավելի զգուշավոր, խաղաղ գոյակցության գիծին։ Ամեն զեկույց, որ դեսպանն ուղարկում էր Մոսկվա, պիտի կշռադատված լիներ բառ առ բառ, որովհետև այս գնահատականներից էր կախված, թե ինչքան զենք ու ինչքան խորհրդական է ուղարկելու Կրեմլը դեպի այս հեռավոր, բայց աստիճանաբար ավելի կարևոր դարձող ռազմաճակատ։ Ասում են, թե Թովմասյանն անձամբ մի քանի անգամ հանդիպել է Հո Շի Մինի հետ, պաշտոնական ընդունելությունների ժամանակ, եւ որ վիետնամցի առաջնորդը, ի տարբերություն շատ այլ պետությունների ղեկավարների, հատուկ պարզություն ու անմիջականություն էր դրսևորում անգամ դիվանագիտական արարողակարգի շրջանակներում։ Ինչ խոսակցություններ էին տեղի ունեցել այս հանդիպումների ժամանակ, մեզ հասած չէ ուղիղ վկայություն, բայց հայտնի է, որ հենց այս տարիներին Հանոյի ղեկավարությունը կրկնակի հորդորներ էր ուղարկում Մոսկվա, պահանջելով ավելի ակտիվ ռազմական օգնություն հարավում ծավալվող պայքարին։ Դեսպանը իր հերթին գտնվում էր տարօրինակ դիրքում։ Նա պիտի փոխանցեր այս հորդորները Մոսկվային, իմանալով, որ իր անձնական կարծիքն այս հարցում գործնականում ոչինչ չէր նշանակում, որ իր դերը սահմանափակված էր հաղորդագրության ճշգրիտ, անաչառ փոխանցմամբ, առանց սեփական մեկնաբանության ավելորդ ծանրության։ Սա թերևս ամենադաժան մասն էր նախկին առաջին քարտուղարի նոր կյանքից։ Մարդը, ով 7 տարի ինքն էր վերջնական խոսքն ասում, հիմա դարձել էր զուտ խողովակ, որով անցնում էին ուրիշների ցանկություններն ու ուրիշների որոշումները։ Անձնական կյանքի մասին այս ժամանակահատվածում մեզ հասած տեղեկությունը, ինչպես եւ միշտ Թովմասյանի պարագայում, չափազանց սակավ է։ Հայտնի է միայն, որ դեսպանական նստավայրում, արևադարձային շոկի մեջ, նա շարունակում էր պահպանել այն նույն զուսպ կարգապահ առօրյան, որով ճանաչված էր դեռ Երևանում։ Վաղ արթնացում, երկար աշխատանքային օր, հաշվետվությունների ընթերցում մինչև ուշ գիշեր։ Ըստ մի քանի հազվագյուտ վկայությունների, նա դժվարությամբ էր հարմարվում կլիմային, հաճախ տառապում էր շոկից ու խոնավությունից, բայց երբեք բողոք չէր հայտնում պաշտոնական զեկույցներում։ Դեսպանության փոքրաթիվ խորհրդային անձնակազմի համար Հանոյում ծառայությունը դիտվում էր որպես ծանր, բայց պատվավոր առաքելություն, մի տեսակ առաջնագիծ, թեկուզ դիվանագիտական, եւ հենց այս զգացողությունը թերևս թույլ էր տալիս նախկին հանրապետական ղեկավարին գտնել իր տեղը մի աշխարհում, որտեղ նրա անցյալի փառքը որևէ նշանակություն չուներ։ 1963 թվականի նոյեմբերի սկզբին Հանոյի դեսպանության ռադիոկապի սենյակում լարվածությունը հասավ նոր գագաթի։ Հարավում, Սայգոնում, զինվորական հեղաշրջում տապալեց ու սպանեց նախագահ Նգո Դին Զիեմին, մի իրադարձություն, որին, ինչպես հետագայում պարզվեց, անուղղակիորեն աջակցել էին ամերիկյան իշխանությունները, հուսալով ավելի կայուն դաշնակից գտնել։ Հանոյում այս լուրը ընդունվեց հակասական զգացումներով։ Մի կողմից ուրախություն, որ հարավի ամենակատաղի հակակոմունիստ ղեկավարներից մեկը վերացել է քաղաքական բեմից, մյուս կողմից մտահոգություն, որ իր տեղը կարող է գալ ավելի ագրեսիվ, ամերիկյան ուղղակի միջամտության ավելի բաց ջատագով մի ռեժիմ։ Դեսպանության զեկույցները, որ գնացին Մոսկվա այս օրերին, փորձում էին վերլուծել, թե ինչ է սա նշանակում պատերազմի հետագա ընթացքի համար։ Եվ հենց այս վերլուծություններից մեկում ասում են, Թովմասյանն առաջին անգամ գրավոր ձևակերպել էր այն միտքը, որ Ամերիկան այլևս հետդարձի ճանապարհ չունի, որ ամեն նոր քայլ Վաշինգտոնի կողմից միայն խորացնում ամերիկյան նավատորմի երկու կործանիչ, ըստ պաշտոնական վաշինգտոնյան վարկածի, հարձակման էին ենթարկվել վիետնամական տորպեդակիրների կողմից միջազգային ջրերում։
Ամերիկյան կոնգրեսը ընդամենը մի քանի օր անց ընդունեց բանաձև, որը գործնականում լիազորություն էր տալիս նախագահին ընդլայնել ռազմական միջամտությունը հարավ-արևելյան Ասիայում առանց պատերազմի պաշտոնական հայտարարության։ Հանոյում այս իրադարձությունը ընկալվեց որպես ուղղակի սադրանք, որպես նախապատրաստություն մեծածավալ ռմբակոծությունների, և դեսպանության ողջ անձնակազմը, ներառյալ հենց Թովմասյանը, անցավ մի տեսակ մշտական զգոնության ռեժիմի, հասկանալով, որ իրենք գտնվում են մի երկրում, որի երկինքը շուտով կարող է լցվել ռումբերով։ Հենց Տոնկինի ծոցի ճգնաժամի օրերին դեսպանության ամենասուր աշխատանքային խնդիրը դարձավ Հանոյի ղեկավարության, Լեդուանի և վարչապետ Ֆամ Վան Դոնգի հետ անմիջական հաղորդակցությունը, քանի որ վիետնամական կողմը հրատապ պահանջում էր հստակ երաշխիքներ, թե ինչպիսի աջակցության վրա կարող է հույս դնել Հանոյը, եթե Միացյալ Նահանգները որոշեր անցնել ուղղակի մասշտաբային ռազմական գործողությունների Հյուսիսի դեմ։ Դեսպանության ներսում ասում են, այս օրերին տիրում էր հատուկ լարվածություն, քանի որ ամեն ժամ կարող էին ժամանել նոր հրահանգներ Մոսկվայից, և ամեն հանդիպում վիետնամցի պաշտոնյաների հետ պահանջում էր առանձնահատուկ ուշադրություն, չտալ ավելի շատ խոստումներ, քան իրականում պատրաստ էր տալ Կրեմլը, բայց և չթուլացնել այն վստահությունը, որի վրա հենվում էին ողջ խորհրդային վիետնամական հարաբերությունները։ Հենց այս ամիսներին սկսվեցին այն նախնական բանակցությունները, որոնք հաջորդ տարվա ընթացքում հանգեցնելու էին խորհրդային կողմից հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրների առաջին խմբաքանակների մատակարարմանը, մի քայլ, որը էապես փոխելու էր օդային պատերազմի հավասարակշռությունը Հյուսիսային Վիետնամի երկնքում։ Թեև այս մատակարարումների գործնական իրականացումն արդեն տեղի ունեցավ Թովմասյանի հաջորդի Շչերբակովի պաշտոնավարման օրոք։ Այս ամբողջ գործընթացում դեսպանության դերն էր ոչ միայն փոխանցել պաշտոնական հաղորդագրություններ, այլև ինչքան հնարավոր էր ճշգրիտ գնահատել Հանոյի ղեկավարության իրական մտադրություններն ու ներքին տրամադրությունները, ունները, որոնք հաճախ մնում էին թաքնված պաշտոնական հայտարարությունների հարթ մակերևույթի տակ։ Վիետնամի աշխատավորական կուսակցության ղեկավարության ներսում, ինչպես ցույց տվեցին հետագա հետազոտությունները, գոյություն ուներ իր սեփական նուրբ լարվածությունը, ավելի չինամետ, ռազմատենչ գծի ջատագովների և ավելի զգուշավոր Մոսկվային մոտ խմբի միջև, և հենց այս ներքին հավասարակշռության ճշգրիտ ընկալումը էապես որոշում էր, թե որքան արդյունավետ կլինի խորհրդային դիվանագիտական ազդեցությունը երկրի ներսում։ Դեսպանության զեկույցներում հենվելով բազմաթիվ, հաճախ անուղղակի դիտարկումների վրա, փորձ էր արվում քարտեզագրել այս ներքին ուժերի հարաբերակցությունը, մի աշխատանք, որ պահանջում էր ոչ միայն դիվանագիտական հմտություն, այլև խորը մշակութային ու լեզվական ընկալում մի հասարակության, որը Թովմասյանի համար, ինչպես և գրեթե բոլոր խորհրդային դիվանագետների համար, մնում էր հիմնականում խորթ ու անծանոթ։ Ընդամենը մեկ ամիս անց, 1964 թվականի սեպտեմբերի 7-ին, եկավ մի որոշում, որի ստույգ պատճառները մինչ օրս մնում են ենթադրությունների մակարդակում։ Սուրեն Թովմասյանը հետկանչվեց Հանոյից, և նրա փոխարեն դեսպանի պաշտոն ստանձնեց Իլյա Շչերբակովը։ Պաշտոնական հաղորդագրությունն է, ինչպես միշտ նման դեպքերում, խոսում էր զուտ աշխատանքային ուղղակի փոփոխության մասին, առանց որևէ մանրամասնության, բայց ժամանակագրությունն ինքնին հարուցում է հարցեր, որոնց ամբողջական պատասխանը հետազոտողները դեռ չեն գտել։ Արդյոք հեռացումը կապված էր Տոնկինի ծոցի ճգնաժամի ընթացքում դեսպանության գնահատականների հետ։ Արդյոք Մոսկվան որոշել էր, որ պատերազմի սրման այս նոր փուլում անհրաժեշտ է ավելի երիտասարդ, ավելի ակտիվ դեսպան, թե պարզապես եկել էր ևս մեկ սովորական ռոտացիայի ժամանակը, ինչպիսին ընդունված էր դիվանագիտական ծառայության մեջ։ Ինչ էլ որ լիներ իրական պատճառը, Թովմասյանը թողեց Հանոյին այն պահին, երբ քաղաքի երկինքը դեռ մնում էր հանդարտ, բայց արդեն կրում էր առաջիկա տարիների ամպրոպի նախանշանները։ Ճակատագրի հեգնանքով Թովմասյանի հեռացումից ընդամենը մեկ ամիս անց, 1964 թվականի հոկտեմբերին, Մոսկվայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը տարօրինակորեն արձագանքում էր հենց իր սեփական ճակատագրին։ Կենտրոնական կոմիտեի հոկտեմբերյան պլենումը հեռացրեց Նիկիտա Խրուշչովին բոլոր պաշտոններից, ձևակերպելով որոշումը որպես նրա իսկ խնդրանք, կապված առողջական վիճակի և տարիքի հետ։ Մինչդեռ իրականում դա իր իսկ մերձավոր շրջապատի կազմակերպած մի հանդարտ, բայց անդառնալի հեղաշրջում էր։ Ղեկավարությունն անցավ Լեոնիդ Բրեժնևին, և սկսվեց մի նոր, ավելի պահպանողական դարաշրջան, որը պատմության մեջ մտավ լճացում անվան տակ։ Այն մարդը, ում ձեռքով Թովմասյանն ինքը մի ժամանակ բարձրացել էր Հայաստանի ղեկավարության աստիճաններով, այն համակարգը, որին ինքն ամբողջ կյանքում ծառայել էր հավատարմորեն, հիմա ինքն էլ ապրում էր հենց այն նույն տեսակի աննկատ, բայց դաժան հեռացումը, ինչի ականատեսը եղել էր Թովմասյանն ինքը 1953-ին Գրիգոր Հարությունյանի պարագայում, և ինչի զոհը ինքն էր դարձել 1960-ին։ Համակարգը ասես պարբերաբար կրկնում էր իր իսկ ամենադաժան ծեսը, չխնայելով նույնիսկ իր ամենավերին գագաթը։
Հանոյից Մոսկվա վերադարձից հետո Թովմասյանը կրկին հայտնվեց այն ծանոթ անհարմար սպասման վիճակում, որ արդեն ապրել էր 1960 թվականի վերջին։ 6 ամիս նա մնաց առանց հստակ նշանակման, մասնակցում էր արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ներքին խորհրդակցություններին, պատրաստում էր զեկույցներ հարավարևելյան Ասիայի իրավիճակի մասին, բայց ինքն էլ չգիտեր, թե որտեղ կուղարկեն իրեն հաջորդը։ Վերջապես 1965 թվականի ապրիլի 6-ին եկավ նոր նշանակումը, որը կրկին տանում էր նրան հեռու, այս անգամ ոչ թե Ասիա, այլ Հյուսիսային Աֆրիկա։ Խորհրդային Միության արտակարգ եւ լիազոր դեսպան Լիբիայում, փոխարինելով Դմիտրի Զայկինին։ Երկու տարբեր մայրցամաքներ, երկու տարբեր պատերազմներ, երկու տարբեր հեղափոխություններ, եւ հենց այս երկրորդ աֆրիկյան նշանակման ընթացքում էր, որ Թովմասյանին վիճակված էր դառնալ ականատես մի իրադարձության, որը փոխելու էր Հյուսիսային Աֆրիկայի ողջ ապագան։ Իր նախորդից Դմիտրի Զայկինից, ով դեսպանության ղեկին կանգնած էր եղել մի քանի տարի, Թովմասյանն ընդունեց մի դեսպանատուն, որ դեռ համեմատաբար նոր էր, հիմնված ընդամենը մոտ 1 տասնամյակ առաջ, եւ որի աշխատակազմը դեռ շարունակում էր ձևավորել իր տեղական կապեր ու տեղեկատվական ցանցը մի հասարակության մեջ, ուր օտարերկրյա դիվանագետների համար հասանելիությունը միշտ մնում էր սահմանափակ ու զգուշավոր հսկվող։ Հանձնման ընդունման ընթացակարգը, ինչպես ընդունված էր խորհրդային դիվանագիտական պրակտիկայում, ներառում էր ոչ միայն պաշտոնական փաստաթղթերի փոխանցում, զում, այլև երկար մանրամասն զրույցներ նախորդ դեսպանի հետ, տեղական էլիտայի, արքունիքի ներքին խմբավորումների ու հնարավոր վստահելի կապերի մասին։ Զայկինի փոխանցած գնահատականները, ինչքան կարելի է վերականգնել հասանելի աղբյուրներից, ընդգծում էին հենց այն կայունությունը, որ արտաքուստ բնութագրում էր Իդրիս առաջինի միապետությունը, եւ հենց այս գնահատականն էր թերևս մասամբ բացատրում, թե ինչու հենց ոչ ոք, ներառյալ նոր դեսպանը, լրջորեն չէր սպասում մոտալուտ արմատական փոփոխության։ Դեսպանության ամենօրյա աշխատանքի տեխնիկական կողմը, որին քիչ ուշադրություն է դարձվում սովորաբար, այնուամենայնիվ կազմում էր հսկայական մասնաբաժին Թովմասյանի ժամանակից ու ուժից։ Ամեն կարևոր հաղորդագրություն Մոսկվա պիտի գաղտնագրվեր հատուկ ծածկագրով, փոխանցվեր ռադիոկապով կամ դիվանագիտական փոստով, եւ այս գործընթացը, հատկապես ճգնաժամային պահերին, ինչպիսին էր հեղափոխության առաջին շաբաթը, պահանջում էր գրեթե անընդհատ ներկայություն դեսպանության ռադիոկապի սենյակում։ Գիշերային հերթապահություններ, հեռագրերի կրկնակի ստուգում, սպասում Մոսկվայի հաստատմանը նախքան որևէ գործնական քայլի ձեռնարկումը։ Այս ամենը կազմում էր դիվանագիտական աշխատանքի այն անտեսանելի, բայց անհրաժեշտ շերտը, առանց որի անհնար կլիներ ապահովել, որ երկրի ղեկավարությունը Մոսկվայում կստանա ճշգրիտ ու ժամանակին տեղեկատվություն մի իրավիճակի մասին, որի զարգացումը երբեմն չափվում էր ոչ թե օրերով, այլ ժամերով։ Համեմատության համար արժե հիշել, թե ինչպիսին էր դեսպանական աշխատանքի մասշտաբը հենց Երևանում, ուր Թովմասյանն ինքն էր մի ժամանակ ղեկավարել ամբողջ մի հանրապետություն, հազարավոր ենթականերով, ամբողջ նախարարական ապարատով, սեփական որոշումներ կայացնելու իրական իշխանությամբ։ Տրիպոլիում ու Հանոյում ընդհակառակը, նրա տրամադրության տակ գտնվում էր ընդամենը մի բուռ մարդ, մի քանի սենյակ, եւ ամեն կարևոր որոշում պիտի հաստատվեր հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ապարատի կողմից։ Այս հակադրությունը թերևս ամենալավն է ցույց տալիս, թե որքան արմատական էր փոփոխությունը, որ կրեց նրա կյանքը 1960 թվականից հետո։ Ոչ միայն աշխարհագրական տեղափոխություն, այլ ամբողջական վերափոխում մի մարդու, ով ինքն էր որոշում ամեն ինչ։ Մի մարդու, ում խնդիրն էր միայն ուշադիր դիտել ու ճշգրիտ հաղորդել ուրիշների որոշումների մասին։ Եվ սակայն հենց այս նոր, համեստ դերում, հեռու հրապարակային փառքից, նա գտավ իր վերջին մեծ առաքելությունը, եւ հենց այս համեստ դիրքից նայելով, նա տեսավ ավելի շատ երկրի ընդերքում հայտնաբերվեց նավթ, եւ ընդամենը մի քանի տարվա ընթացքում Լիբիան վերածվեց աշխարհի ամենաարագ հարստացող պետություններից մեկի։ Այս հանկարծակի հարստությունը, սակայն, բաշխվում էր ծայրահեղ անհավասար։ Արքունիքն ու օտարերկրյա նավթային կորպորացիաները դառնում էին ֆենոմենալ հարուստ։ Մինչդեռ Բենգազիի ու Տրիպոլիի աղքատ թաղամասերում, անապատի խորքում գտնվող գյուղերում կյանքը մնում էր նույնքան դժվար, որքան եղել էր դարեր շարունակ։ Երկրի գլխին կանգնած էր թագավոր Իդրիս առաջինը, Սանուսի կրոնական միաբանության ժառանգորդը, տարիքով արդեն ծերացող, խորապես կրոնավոր, ավելի հակված աղոթքի ու մեկուսացման, քան իշխանության ակտիվ իրականացման։ Նրա իշխանության հենակետը ավանդական ցեղային կառույցներն էին, ոչ թե ժամանակակից պետական ինստիտուտները, եւ հենց այս հակասությունը միջնադարյան կրոնական միապետության ու 20-րդ դարի կեսի նավթային հարստության արանքում ստեղծում էր այն լարվածությունը, որի մեջ ապրում էր ողջ երկիրը։ Թագաժառանգ Հասան աս-Սանուսին, ով պիտի ժառանգեր գահը, հանրության մեծ մասի աչքում ասոցացվում էր հենց այն պահպանողական, փոփոխություններից խուսափող կուրսի հետ, որով ապրում էր միապետությունը,
եւ սա ինքնին ավելացնում էր անորոշությունը երկրի ապագայի վերաբերյալ։ Տրիպոլիում, ուր հաստատվեց խորհրդային դեսպանությունը, կողք կողքի կանգնած էին ավանդական շուկաներն ու իտալական ոճով կառուցված նոր վարչական շենքերը, ուխտապանների քարավանները եւ արևմտյան նավթային ընկերությունների սպիտակ ամրաշեն գրասենյակները։ Պատկեր, որ ինքնին ամփոփում էր ողջ երկրի հակասականությունը։ Ամերիկյան ու բրիտանական ռազմաբազաների առկայությունը, հատկապես հսկայածավալ Ուիլսֆիլդ ավիաբազան Տրիպոլիի մերձակայքում, երկիրը դարձնում էր սառը պատերազմի ռազմավարական քարտեզի կարևոր կետերից մեկը։ Խորհրդային դեսպանության բացումը Տրիպոլիում դեռ 1955 թվականին ինքնին եղել էր լիբիական իշխանության մի կողմից քաղաքական խաղարկություն։ Արքունիքն ուզում էր ցույց տալ իր անկախությունը արևմուտքից, առանց իրականում որևէ լուրջ մտադրություն ունենալու մերձենալ Մոսկվային։ Այս պատճառով խորհրդային դեսպանության դիրքը Տրիպոլիում միշտ մնում էր նուրբ ու սահմանափակ։ Պաշտոնական ընդունելություններ, ողջույնի արարողություններ, բայց իրական ազդեցություն գործնականում գրեթե զրոյական, քանի դեռ իշխանության ղեկին կանգնած էր Իդրիս առաջինի պահպանողական վարչակազմը։ Դեսպանության հիմնական աշխատանքն այս տարիներին կրճատվում էր դիտարկման, հաշվետվության եւ համբերատար սպասման վրա, մի աշխատանք, որին Թովմասյանն արդեն լավատեղյակ էր Հանոյից բերած փորձից։ Բայց հասարակության մեջ, ի տարբերություն արքունիքի պաշտոնական ֆասադի, արդեն ուժեղանում էին բոլորովին այլ տրամադրություններ։ Եգիպտոսի ղեկավար Գամալ Աբդել Նասերի ռադիոալիքը «Արաբների ձայնը» ամեն օր հասնում էր Լիբիայի ամեն մի քաղաք ու գյուղ, բերելով արաբական միասնության, հակագաղութատիրության եւ սոցիալական արդարության գաղափարներ, որոնք խորապես համապատասխանում էին Լիբիայի երիտասարդության զգացումներին։ Ազգային բանակի երիտասարդ սպաների շրջերի շրջանում, հատկապես նրանց, ովքեր ուսանել էին արտասահմանում կամ ունեին կապեր եգիպտական զինվորականների հետ, ձևավորվում էր մի գաղտնի, դեռ քիչ ուսումնասիրված ցանց, որ իրեն համարում էր Նասերի ազատ սպաների լիբիական տարբերակը։ Այս ցանցի գործունեության մասին խորհրդային դեսպանությունը, ինչպես եւ գրեթե բոլոր արտասահմանյան դեսպանությունները, Տրիպոլիում ունեին միայն մասնակի, հատվածական տեղեկություններ, հիմնականում ասես 1-2 քայլ հետ մնալով իրական իրադարձություններից։ Ինչպես կարող էր դեսպանը, ում ողջ կարիերան անցել էր փակ ապարատների ներսում, ուր տեղեկատվությունը միշտ ուշանում էր, կանխատեսել մի հեղափոխություն, որը հասունանում էր հենց իր քթի տակ, բայց ամբողջովին գաղտնի, հենց այն մարդկանց կողմից, ովքեր ամենաքիչն էին կասկածվում։ 1967 թվականի հունիսին, երբ Իսրայելի եւ արաբական երկրների միջև բռնկվեց այն կարճատև, բայց ցնցող պատերազմը, որ 6 օլում ամբողջովին վերաշարադրեց Մերձավոր Արևելքի քարտեզը, Լիբիայում այս պարտության ալիքն անցավ ողջ երկրով մեկ բռնկումների տեսքով։ Տրիպոլիում ու Բենգազիում ամբոխները դուրս եկան փողոց, բողոքելու թե Իսրայելի, թե նրան աջակցող արևմուտքի դեմ, հարձակվեցին հրեական թաղամասերի ու արևմտյան ընկերությունների վրա, եւ արքունիքը ստիպված եղավ դիմել բանակին կարգուկանոն վերականգնելու համար։ Այս իրադարձությունները, ինչպես հետագայում գրեց ինքը, Թովմասյանն իր հուշագրություններում Լիբիայի մասին ցույց տվեցին մի բան, որը մինչ այդ դեռ ամբողջովին ակնհայտ չէր։ Այն, որ լիբիական հասարակության մեջ կուտակված զայրույթը շատ ավելի խորն էր, քան կարող էր թվալ արտաքին հանդարտ ֆասադից։ Նավթի աշխատողների գործադուլները, որոնք պահանջում էին դադարեցնել նավթի արտահանումը դեպի արևմուտք, որպես համերաշխության ակտ արաբական գործին, հատկապես ցնցեցին արքունիքին, որովհետև ուղղակիորեն սպառնում էին այն միակ եկամտի աղբյուրին, որի վրա հենվում էր ողջ պետական համակարգը։ Խորհրդային դեսպանության համար 1967 թվականի իրադարձությունները դարձան մի կարևոր ազդանշան, որ արժանի էր առանձնակի ուշադրության։ Զեկույցներում, որ գնում էին Մոսկվա այս տարիներին, ավելի ու ավելի հաճախ էին հայտնվում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք էին աճող ազգայնական հեղափոխական տրամադրություններ բանակի երիտասարդ սպայակազմի շրջանում, անվստահություն արքունիքի հանդեպ լայն շերտերում, նասերիզմերում, նասերիզմի ազդեցության զգալի ուժեղացում։ Բայց նույնիսկ այս մանրամասն դիտարկումների ֆոնին ոչ մի փաստաթուղթ, որ հասանելի է դարձել հետագայում, չի ցույց տալիս, թե խորհրդային դեսպանությունը որևէ կերպ կանխազգում էր, թե ով կոնկրետ եւ երբ կոնկրետ պիտի կազմակերպեր հեղաշրջումը։ Ավելին, արևմտյան հետախուզական ծառայությունների արխիվները, որոնք հետագայում մասամբ բացվեցին, ցույց տվեցին ճիշտ նույն պատկերը։ Ամերիկյան եւ բրիտանական հետախուզությունները նույնպես գործնականում ոչինչ չգիտեին այն երիտասարդ, համեմատաբար ցածր աստիճանի սպայի մասին, ով պիտի գլխավորեր ապագա հեղափոխությունը։ Այս համընդհանուր անտեղյակությունը թերևս ամենալավն է ցույց տալիս, թե որքան փակ, որքան մանրակրկիտ գաղտնի էր կազմակերպված այն ցանցը, որ գործում էր բանակի ներսում։ Այս տարիներին Թովմասյանի անձնական կյանքը շարունակում էր մնալ նույն զուսպ, փակ ուրվագծի մեջ, ինչ միշտ,
Դեսպանական նստավայրում Տրիպոլիի ծովափնյա հատվածում նա անցկացնում էր իր օրերի մեծ մասը, ընդունելություններ, հանդիպումներ լիբիացի պաշտոնյաների հետ, հեռագրերի կազմում, արխիվային նյութերի ուսումնասիրում։ Ասում են նա հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում երկրի պատմության ու մշակույթի հանդեպ։ Հաճախ ուսումնասիրում էր հին սանուսիական ձեռագրեր ու ազգագրական նյութեր, եւ հենց այս հետաքրքրությունն էր հետագայում մասամբ մարմնավորվելու այն ընդարձակ գրքում, որը նա գրելու էր Լիբիայի մասին։ Բժշկական տեսանկյունից, ինչպես եւ իր նախորդ պաշտոնավարման տարիներին Երևանում ու Հանոյում, նա շարունակում էր կրել իշխանության ու պատասխանատվության ֆիզիկական ծանրությունը։ Ժամանակակիցները նշում են արագացած ծերացում, հոգնածություն, որ այլևս չէր անհետանում հանգստյան օրերին։ Բայց նա շարունակում էր աշխատել ինչպես միշտ, առանց բողոքի, առանց հրապարակային դժգոհության։ Հենց այն մարդատեսակի հավատարիմ մարմնացումը, որով ձևավորվել էր դեռ Զանգեզուրի սարերում իր պատանեկության տարիներին։ 1968 թվականին, ընդամենը 1 տարի Իսրայելի հետ պատերազմից հետո, Իդրիս առաջինի առողջական վիճակը սկսեց նկատելիորեն վատթարանալ։ Թագավորը արդեն 89 մոտ տարիքով ավելի ու ավելի հաճախ էր հեռանում մայրաքաղաքից, բուժման ու հանգստի նպատակով, նախ Եվրոպա, ապա Թուրքիա, թողնելով երկրի ղեկավարումը գործնականում իր վարչակազմի ձեռքին։ Այս երկարատև բացակայությունները ստեղծում էին իշխանության մի տեսակ վակուում, որը հատկապես նկատելի էր դառնում հենց այն մարդկանց համար, ովքեր ամենամոտիկից էին հետևում պալատական կյանքին։ Խորհրդային դեսպանության զեկույցներում այս ժամանակահատվածում ավելի ու ավելի հաճախ էին հայտնվում նշումներ թագավորի թուլացող վերահսկողության, անորոշ իրավահաջորդության հարցի եւ աճող ընդհատումների կառավարման համակարգում մասին։ Ինչ-որ մեկը, ով ուշադիր կարդար այս զեկույցները ամբողջության մեջ, միգուցե կկարողանար կանխազգալ, որ մի համակարգ, որի գագաթը ամեն ամիս ավելի ու ավելի հեռու էր գտնվում իր հիմքից, չէր կարող երկար ժամանակ մնալ կայուն։ Բայց ոչ ոք, ներառյալ հենց Թովմասյանը, չէր համարձակվի կանխատեսել, թե որքան մոտ էր արդեն վերջին օրը։ Վերադառնանք հիմա այն գիշերվան, որով սկսվեց այս պատմությունը։ 1969 թվականի օգոստոսի վերջին թագավոր Իդրիս առաջինը մեկնել էր Թուրքիա, բուժման նպատակով, նույն կերպ ինչպես արել էր բազմիցս նախորդ տարիներին։ Ոչինչ, արտաքուստ, չէր տարբերվում սովորականից։ Արքունիքի աշխատակիցները շարունակում էին իրենց առօրյան, կառավարությունը գործում էր ինչպես միշտ, եւ Տրիպոլիի փողոցներում ամառային շոգը, ինչպես ամեն տարի, դանդաղեցնում էր քաղաքի կյանքի ընթացքը։ Բայց հենց այս բացակայության պահին, երբ երկրի ամենաբարձր իշխանության խորհրդանիշը գտնվում էր հազարավոր կիլոմետրեր հեռու, մի խումբ երիտասարդ սպաներ, որոնց մեծ մասին մինչ այդ գործնականում ոչ ոք չէր ճանաչում, որոշեցին, որ եկել է գործելու պահը։ Սեպտեմբերի 1-ի լուսադեմին, մինչ Տրիպոլին դեռ քնած էր, տանկեր ու զինվորական մեքենաներ լուր գրավեցին քաղաքի հիմնական ռազմավարական կետերը՝ ռադիոկայանը, հեռախոսակայանը, զորանոցները, օդանավակայանը։ Գործողությունն անցավ գրեթե առանց դիմադրության, առանց մեկ կրակոցի, այնպիսի արագությամբ ու ճշգրտությամբ, որ առավոտյան ժամը 6-ին, երբ Տրիպոլիի ռադիոն սկսեց հեռարձակել առաջին հայտարարությունը, երկրի ողջ ռազմական ու քաղաքացիական ապարատը արդեն փաստացիորեն գտնվում էր նոր տերերի ձեռքին։ Ձայնը, որ հնչեց եթերով, երիտասարդ էր, կտրուկ, ասես դողդողալով սեփական պատմական պահի գիտակցումից, եւ հայտարարում էր, որ միապետությունը վերացված է, որ երկիրը այսուհետ կոչվում է Լիբիայի Արաբական Հանրապետություն, եւ որ իշխանությունն անցնում է մի նոր մարմնի՝ հեղափոխական հրամանատարական խորհրդի ձեռքը։ Անունը, որ առաջին անգամ հնչեց այս առավոտ որպես նոր ուժի խորհրդանիշ, գրեթե ոչինչ չէր ասում ոչ լիբիացիներին, ոչ էլ արտասահմանյան դիտորդներին։ 37-ամյա փոխգնդապետ Մուամմար Կադաֆի, մի անուն, որը մինչ այդ առկա էր, եթե առհասարակ էր, միայն ամենասահմանափակ ռազմական ցուցակներում։ Խորհրդային դեսպանության համար այս առավոտը վերածվեց մի ամբողջ շարունակական տագնապի ազդանշանների։ Դեսպանության քիչ թվով աշխատակիցները արթնացած գիշերվա ընթացքում եկած հեռախոսազանգերից փորձում էին միաժամանակ մի քանի բան անել. հասկանալ, թե ինչ է կատարվում փողոցներում, կապ հաստատել Մոսկվայի հետ գաղտնագրված հեռագրերի միջոցով, եւ ամենակարևորը, որոշել, թե ինչպիսի պաշտոնական դիրքորոշում պիտի որդեգրի դեսպանությունը, մինչև Կրեմլից հստակ հրահանգներ ստանալը։ Ինքը, Թովմասյանը, ով արդեն երկրորդ անգամ էր կանգնում նմանատիպ իրավիճակի առջև, բայց այս անգամ ոչ որպես ղեկավար, ով ինքն է որոշումներ կայացնում, այլ որպես դիտորդ, ում խնդիրն էր հասկանալ ու ճշգրիտ հաղորդել, ասես կրկին վերապրում էր այն նույն զգացողությունը, որ ուներ Հանոյում, Տոնկինի ծոցի ճգնաժամի ժամանակ։ Մարդու զգացողությունը, ով կանգնած է պատմության շրջադարձի կենտրոնում, բայց չունի իրավունք ազդելու դրա ընթացքի վրա։
Առաջին օրերի ամենամեծ մարտահրավերն այն էր, որ ոչ ոք, ներառյալ խորհրդային դեսպանությունը, չգիտեր, թե իրականում ինչ գաղափարախոսության կրողներ են այս երիտասարդ սպաները։ Առաջին հայտարարություններում գերիշխում էին ազգայնական ու հակագաղութատիրական հռետորաբանություն, հղումներ Նասերի Եգիպտոսին որպես օրինակի, խոստումներ վերացնել օտարերկրյա ռազմաբազաները և վերադարձնել նավթի հարստությունը ժողովրդին։ Բայց ոչ մի հստակ նշան չկար, թե արդյոք այս խումբը հակված է կոմունիզմին, թե ընդամենը արաբական ազգայնականության մեկ ևս տարբերակ է, ինչպիսին արդեն կար մի քանի հարևան երկրում։ Իրականում, ինչպես հետագայում ցույց տվեցին տարիները, երիտասարդ փոխգնդապետը, ով կանգնած էր այս շարժման գլխին, խորապես կասկածամիտ էր հենց կոմունիզմի հանդեպ, նույնիսկ մինչ իր հակասական սեփական գաղափարախոսությունը վերջնականապես ձևավորվեց, և այս կասկածամտությունը հետագա տարիներին ոչ մեկ անգամ բարդացնելու էր Խորհրդային Միության հարաբերությունները նոր Լիբիայի հետ։ Բայց սեպտեմբերի առաջին օրերին ոչ ոք դեռ չգիտեր այս ապագան, և դեսպանության զեկույցները Մոսկվա ըստ ամենայնի զգուշավոր կերպով նշում էին և հնարավոր հեռանկարները, և անհայտության ռիսկերը։ Թագավոր Իդրիս առաջինը, ստանալով լուրը Անկարայում, հրապարակավ հայտարարեց, որ հրաժարվում է գահից իր թոռան օգտին, բայց այս ժեստն արդեն ոչ մի գործնական նշանակություն չուներ։ Նոր իշխանությունը Տրիպոլիում գործնականում ամբողջովին վերահսկում էր երկիրը, և ոչ մի ուժ, ոչ ներքին, ոչ արտաքին, պատրաստ չէր պայքարել վերականգնելու ընկած միապետությունը։ Եգիպտոսը, Նասերի գլխավորությամբ, առաջիններից էր, որ ճանաչեց նոր հանրապետությունը և հայտարարեց լիակատար աջակցության մասին, ինչը ինքնին ամրապնդեց այն տպավորությունը, որ նոր լիբիական ղեկավարությունը հենց նասերիզմի ուղղակի հետևորդն է։ Այս համատեքստում խորհրդային ղեկավարությունը կանգնեց ընտրության առջև, որը դեսպանության ամենօրյա աշխատանքի կենտրոնում էր հայտնվում մի ամբողջ ամսվա ընթացքում։ Ինչպես արձագանքել մի հեղափոխության, որի գաղափարական բնույթը դեռ մշուշոտ էր, բայց որի հակագաղութատիրական, հակաարևմտյան ուղղվածությունը թվում էր ակնհայտ։ Մոսկվայի որոշումը ի վերջո եկավ համեմատաբար արագ, թեև ոչ ակնթարթորեն։ Խորհրդային ղեկավարությունը որոշեց ճանաչել Լիբիայի Արաբական Հանրապետությունը որպես օրինական իշխանություն արդեն սեպտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում, հետևելով նույն տրամաբանությանը, որով նախկինում էր գործել Եգիպտոսի, Իրաքի ու Ալժիրի հեղափոխական ռեժիմների նկատմամբ։ Ավելի լավ է ունենալ դիվանագիտական ներկայություն նոր ուժի կողքին, քան ամբողջովին կորցնել ազդեցությունը, սպասելով վերջնական պարզության։ Հենց Թովմասյանին էր վիճակված իրականացնել այս ճանաչման առաջին գործնական քայլերը՝ կապ հաստատել հեղափոխական հրամանատարական խորհրդի ներկայացուցիչների հետ, պարզել, թե ով է իրական որոշում կայացնողը այս դեռևս անանուն երիտասարդ սպաների խմբում և կազմակերպել առաջին պաշտոնական հանդիպումները։ Սա էր թերևս նրա դիվանագիտական կարիերայի ամենազգայուն, ամենավտանգավոր պահը։ Ամեն սխալ քայլ կարող էր արժանալ ողջ ապագա հարաբերությունների ձևավորումը երկու երկրների միջև։ Ականատեսների վկայություններով, առաջին պաշտոնական հանդիպումներից մեկում, երբ Խորհրդային Միության ներկայացուցիչները փորձում էին հասկանալ նոր ղեկավարության իրական մտադրությունները, երիտասարդ սպաները ցուցաբերել են և ջերմություն հակագաղութատիրական թեմաներում, և որոշակի զգուշավոր հեռավորություն, երբ խոսքը գնում էր ուղղակի գաղափարական դաշինքի մասին։ Այս երկակիությունը, որ Թովմասյանն արձանագրում էր իր զեկույցներում, հետագայում ապացուցվեց խորապես ճշգրիտ նկարագրություն Լիբիայի ողջ հետագա արտաքին քաղաքականության համար։ Երկիրը պատրաստ էր ընդունել խորհրդային զենք ու տնտեսական աջակցություն, բայց երբեք չդարձավ լիարժեք դաշնակից, մշտապես պահպանելով իր սեփական, ինքնուրույն, հաճախ անկանխատեսելի ուղին։ Դեռ առաջին ամիսներից երևում էին այս ապագա բարդությունների նշանները, և հենց այս նշանները ճշգրիտ ընկալելու ունակությունը թերևս էր Թովմասյանի վերջին մեծ դիվանագիտական ներդրումը։ Սովորական լիբիացիների համար, ովքեր տասնամյակներ ապրել էին աղքատության ու ցեղային անհավասարության մեջ, նոր ռեժիմի հայտարարությունները հնչում էին որպես երկար սպասված հույս։ Նոր իշխանությունը անմիջապես խոստացավ ուղղակի ազգայնացնել նավթային հարստության զգալի մասը, ուղարկել այն դեպի կրթություն, առողջապահություն ու բնակարանաշինություն, և արդեն առաջին ամիսներից սկսվեցին բանակցություններն արևմտյան նավթային կորպորացիաների հետ, ավելի բարենպաստ պայմանների շուրջ երկրի համար։ Տրիպոլիի աղքատ թաղամարում, ուր մինչ այդ մարդիկ միայն հեռվից էին տեսնում նավթից բխող հարստության արտացոլումը, հիմա շատերը թույլ էին տալիս իրենց հուսալ, որ վերջապես իրենց հերթն է եկել։ Ինչ-որ իմաստով այս տրամադրությունը զարմանալիորեն արձագանքում էր այն նույն հույսին, որ Հայաստանում ապրում էին մարդիկ 1953 թվականից հետո, երբ Ստալինի մահից հետո թվում էր, թե վերջապես ինչ-որ բան կփոխվի դեպի լավը։ Երկու տարբեր երկրներում, երկու տարբեր դարասրջաններում, բայց մեկ ընդհանուր մարդկային բնաստ՝ հավատալ, որ իշխանության փոփոխությունը կբերի արդարություն։
Առաջին ամիսների ամենադրամատիկ դիվանագիտական ճակատներից մեկը դարձավ հարցը արտասահմանյան ռազմաբազաների մասին։ Նոր ռեժիմը գրեթե անմիջապես պահանջեց, որ և ամերիկյան Վուիլս Ֆիլդ ավիաբազան, և բրիտանական ռազմական ներկայությունը դուրս բերվեն երկրից, ներկայացնելով դա որպես ազգային ինքնիշխանության վերականգնման հիմնարար քայլ։ Բանակցությունները տևեցին մի քանի ամիս, և թեև Թովմասյանն ինքն արդեն մոտենում էր իր դեսպանական առաքելության ավարտին, նա դեռ գործուն մասնակցություն ուներ այս գործընթացի դիտարկմանն ու վերլուծությանը, հասկանալով, որ ամերիկյան ազդեցության հեռացումը տարածաշրջանից ուղղակիորեն ծառայում էր խորհրդային շահերին, նույնիսկ եթե դա տեղի էր ունենում ոչ թե Մոսկվայի ուղղակի միջամտության, այլ լիբիացիների սեփական ազգայնական մղումների արդյունքում։ Ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումը Վուիլս Ֆիլդից ավարտվեց 1970 թվականի ամռանը, արդեն Թովմասյանի հեռանալուց հետո, բայց հիմքերը այս պատմական քայլի համար դրվել էին հենց այն ամիսներին, երբ նա դեռ գտնվում էր Տրիպոլիում։ 1970 թվականի փետրվարի 14-ին, ընդամենը մի քանի ամիս հեղափոխությունից հետո, Սուրեն Թովմասյանն ավարտեց իր դեսպանական առաքելությունը Լիբիայում, և նրան փոխարինեց Իվան Յակուշինը։ Այս պահին նա արդեն 60 տարեկան էր, թիկունքին ուներ 9 տարվա անընդմեջ դիվանագիտական ծառայություն երկու տարբեր, կրակի մեջ գտնվող մայրցամաքներում, և կրկին կանգնած էր այն նույն հարցի առջև, որով սկսվել էր իր դիվանագիտական ուղին. ինչ սպասվում է հետո։ Այս անգամ սակայն պատասխանը եկավ ավելի պարզ, քան երբևէ առաջ։ Պաշտոնական դադար, վերադարձ Խորհրդային Միություն և ի վերջո կենսաթոշակի անցում, առանց նոր դիվանագիտական կամ քաղաքական նշանակման։ Երկու հեղափոխության ականատեսը, երկու պատերազմող տարածաշրջանների խորհրդային աչքն ու ականջը այժմ պարզապես դառնում էր մեկ ևս թոշակառու, ում ապագա գործունեությունը արդեն ոչ մի կերպ չէր ազդի աշխարհաքաղաքականության ընթացքի վրա։ Բայց նախքան ամբողջովին լքելը հրապարակային կյանքը, Թովմասյանն արեց մի բան, որ ոչ մի այլ նախկին հայաստանյան ղեկավար չէր արել իր առաջ։ Նա նստեց գրելու գիրք։ Երկար տարիների ընթացքում հենվելով իր անձնական դիտարկումների, դեսպանական արխիվների ու Լիբիայի պատմության ու մշակույթի հանդեպ իր խորացող հետաքրքրության վրա, նա կազմեց մի ընդարձակ ուսումնասիրություն, որը կոչվում էր «Լիբիան անկախության և սոցիալական առաջընթացի ճանապարհին»։ Գիրքը հրատարակվեց Մոսկվայում 1980 թվականին, հենց այն տարում, երբ հեղինակն ինքը հեռացավ կյանքից, և այն դարձավ թերևս միակ նյութական հետքը, որ Թովմասյանը թողեց իր դիվանագիտական տասնամյակի մասին սեփական խոսքով, այլ ոչ թե ուրիշների զեկույցներով ու հետագա հետազոտողների վերակառուցումներով։ Գերով գիրքն ինքնին, չնայած գրված էր պաշտոնական խորհրդային գիտական ոճով, պարունակում էր անսպասելիորեն մանրամասն դիտարկումներ լիբիական հասարակության ցեղային կառուցվածքի ու անկախության ճանապարհի հակասությունների մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հեղինակը իսկապես խորապես ուսումնասիրել ու գուցե անգամ սիրահարվել էր այն երկրին, որին նվիրել էր իր կյանքի 5 վերջին ակտիվ տարիները։ Ինչու էր հենց Լիբիան, և ոչ Վիետնամը, դարձել այն երկիրը, որի մասին Թովմասյանն ընտրեց գրել իր վերջին խոշոր աշխատանքը։ Այս հարցին ուղիղ պատասխան չկա, բայց կարելի է ենթադրել մի քանի բացատրություն։ Հնարավոր է, որ Լիբիայում անցկացրած ավելի երկար ժամանակահատվածը 9 տարվա փոխարեն 3.5 թույլ էր տվել նրան ավելի խորը ներթափանցել երկրի կյանքի մեջ։ Հնարավոր է նաև, որ հենց Լիբիայում նա ականատես եղավ իր դիվանագիտական կարիերայի ամենադրամատիկ իրադարձությանը՝ մի ամբողջ միապետության անկումը մեկ գիշերվա ընթացքում, մի իրադարձություն, որ թերևս ինչ-որ խորը, անձնական մակարդակով արձագանքում էր հենց իր սեփական կյանքի փորձառությանը, իշխանության կորստի, կայունության պատրանքի փլուզման և նոր անհայտ ուժերի հանկարծակի ի հայտ գալու փորձառությանը։ Մարդ, ով ինքն էր կորցրել ամեն ինչ մեկ պլենումի ընթացքում, թերևս ինստինկտիվորեն հասկանում էր, թե ինչ նշանակություն ունի հայտնվել այն կողմում, ուր որոշումներ չես կայացնում, այլ միայն դիտում ես, թե ինչպես են ուրիշները կայացնում դրանք։ Վերադարձը Խորհրդային Միություն 1970 թվականին նշանավորեց մի նոր, շատ ավելի հանդարտ գլուխ Թովմասյանի կյանքում։ Ի տարբերություն իր երկու հեռավոր դեսպանական առաքելությունների, որտեղ նա ամեն օր գտնվում էր պատմության ակտիվ շարժման կենտրոնում, թեկուզ դիտողի դիրքից, այժմ նրա առջև բացվում էր մի կյանք, որում ոչինչ նշանակալի ըստ երևույթին այլևս չէր սպասվում։ Նա բնակություն հաստատեց, ինչպես ցույց են տալիս հասանելի տվյալները, և Մոսկվայում, և ժամանակ առ ժամանակ Երևանում, բաժանելով իր վերջին տասնամյակը երկու քաղաքների միջև, ոչ ամբողջովին օտար ոչ մեկում, բայց և ոչ ամբողջովին տնային էլ ոչ մեկում։ Երևանում, ուր նա մի ժամանակ եղել էր անվիճելի տերը, հիմա նրան ճանաչում էին միայն մեծահասակ սերնդի ներկայացուցիչները, և նույնիսկ նրանք հաճախ ավելի հիշում էին նրա անունը, քան նրա դեմքը, որովհետև անցել էին արդեն ավելի քան 2 տասնամյակ նրա հրապարակային կյանքի գագաթնակետից։ Ինչպիսին էր այս վերջին տասնամյակի առօրյան։
Այս մասին տեղեկությունը, ինչպես եւ միշտ Թովմասյանի կենսագրության մասով, չափազանց սակավ ու հատվածական է։ Հայտնի է, որ նա շարունակեց աշխատել իր գրքի վրա մինչև իր կյանքի վերջին տարիները, հավաքելով ու համակարգելով նյութեր, որոնց մեծ մասը հենվում էր հենց իր անձնական դեսպանական փորձառության վրա։ Հայտնի է նաև, որ նա երբեք չհրապարակեց հուշեր իր հայաստանյան կառավարման տարիների մասին, երբեք չտվեց հարցազրույց Չարենցի վերականգնման կամ իր իսկ հեռացման հանգամանքների մասին, եւ երբեք չբացատրեց հրապարակավ, թե ինչու հենց իրեն ուղարկեցին նախ Հանոյ, ապա Տրիպոլի։ Այս լռությունը, որ ուղեկցում էր նրան ողջ կյանքի ընթացքում, հատկապես ուշագրավ է դառնում հենց նրա գրքի համատեքստում։ Մարդը, ով պատրաստ էր մանրամասն էջեր առեջ նկարագրել Լիբիայի ցեղային կառուցվածքն ու սոցիալական զարգացումը, երբեք ոչ մի տողով չանդրադարձավ իր սեփական զգացումներին կամ շարժառիթներին։ Կարծես նա ինքն էլ մինչև վերջ մնաց հավատարիմ այն դասին, որ սովորել էր դեռ երիտասարդ տարիներից։ Սեփական անձը երբեք չդնել առաջին պլան, երբեք թույլ չտալ, որ անձնականը ստվերի տակ դնի պաշտոնականը։ Կարևոր է հասկանալ, թե որքան հազվադեպ դեպք էր ընդհանրապես խորհրդային դիվանագիտական պրակտիկայում, երբ մեկ ու նույն մարդը ականատես ու մասնակից էր դառնում երկու այդքան տարբեր, բայց միևնույն ժամանակ խորապես նմանատիպ պատմական իրադարձությունների, մեկ երկրում աստիճանական երկարատև պատերազմի սրում, մյուսում մեկ գիշերվա ընթացքում իրականացված արագ ու անարյուն հեղաշրջում։ Երկուսում էլ ընդհանուր էր հիմնական թեման, որ անցնում է ամբողջ Թովմասյանի կենսագրության միջով, սկսած դեռ նրա երիտասարդությունից։ Հին կարգի փդուզումն ու նոր, դեռ չհասկացված ուժերի հայտնվելը իշխանության գագաթին։ Զանգեզուրի գյուղացիական աշխարհի փլուզումը երիտասարդության տարիներին, Ստալինի բռնապետության ստվերի փլուզումը 1953-ից հետո, 1960 թվականին իր սեփական իշխանության փլուզումը եւ վերջապես հեռավոր ականատեսի կարգավիճակով երկու այլ համակարգերի՝ ամերիկյան պաշտպանվածության տակ գտնվող հարավվիետնամական ռեժիմի թուլացումն ու լիբիական հազարամյա միապետության պահը, երբ այն մեկ գիշերվա ընթացքում դադարեց գոյություն ունենալ։ Ամբողջ կյանքը, եթե նայենք հեռվից, կարծես դասավորված է եղել այնպես, որ ցույց տա մեկ ընդհանուր դաս։ Ոչ մի կարգ, ինչքան էլ ամուր թվա, հավերժական չէ։ 1980 թվականի փետրվարի 10-ին Երևանում Սուրեն Հակոբի Թովմասյանը հեռացավ կյանքից 70 տարեկան հասակում։ Իր մահվան պահին նրա գիրքը Լիբիայի մասին արդեն մամուլում էր, պատրաստվում էր հրատարակության, եւ հեղինակն ինքը երբեք չտեսավ վերջնական տպագիր օրինակը իր ձեռքերում։ Այս պատահականությունը, հեղինակի մահը հենց այն ժամանակ, երբ նրա վերջին խոշոր աշխատանքը դեռ չէր հասել ընթերցողին, ինքնին կրում է մի ցավոտ, գրեթե խորհրդանշական ծանրություն։ Մարդ, ով ողջ կյանքում մնացել էր ստվերում, մահացավ ընդամենը մի քանի ամիս առաջ, քան նրա անունը վերջին անգամ պիտի հայտնվեր տպագիր տառերով որպես հեղինակի անուն, ոչ թե որպես պաշտոնյայի ստորագրություն մի փաստաթղթի տակ։ Թերթերում հրապարակված մահախոսականը, ինչպես կարելի էր ակնկալել, կրկին եղավ հակիրճ ու ձևական, թվարկելով պաշտոններն ու շքանշանները, բայց գրեթե ոչինչ չասելով այն մասին, թե ինչ էր տեսել ու ապրել այս մարդն իր վերջին տասնամյակի ընթացքում, երբ նա ապրում էր Հանոյի ու Տրիպոլիի կրակի մեջ գտնվող երկնքի տակ։ Վերադառնանք հիմա մի փոքր ավելի վաղ ժամանակների մեջ, Հանոյի տարիներին, եւ նայենք ավելի մոտիկից այն մեխանիզմին, որով անցնում էր խորհրդային ռազմական օգնությունը դեպի Հյուսիսային Վիետնամ, որովհետև հենց այս մեխանիզմի հսկողությունն ու ապահովումն էին կազմում դեսպանության ամենօրյա, ամենակարևոր, բայց եւ ամենաքիչ հրապարակավ խոսվող աշխատանքը։ Հայֆոնգի նավահանգստով, ծովային ճանապարհով, Խորհրդային Միությունից ամեն ամիս ժամանում էին զենքի, զինամթերքի ու տեխնիկայի մեծ խմբաքանակներ եւ դեսպանության ռազմական կցորդն ու անձամբ դեսպանը պատասխանատու էին այս մատակարարումների համակարգման, ինչպես նաև խորհրդային ռազմական մասնագետների խմբի, որ գործում էր երկրում, ուսուցանելով վիետնամցի զինվորականներին օդային պաշտպանության նոր համակարգերի կիրառումը։ Այս մասնագետները հագած քաղաքացիական հագուստ պաշտոնապես չհամարվում էին մարտական միավոր, բայց իրականում ուղղակիորեն մասնակցում էին պատերազմող երկրի պաշտպանական համակարգի կառուցմանը, եւ հենց այս անտեսանելի ներկայության կառավարումն էր դեսպանության ամենազգայուն դիվանագիտական խնդիրներից մեկը, հատկապես որ պաշտոնական հռետորաբանության մակարդակում Մոսկվա շարունակում էր հայտարարել, թե Խորհրդային Միություն ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության մեջ։ Դեսպանության աշխատակիցները այցելելով Հանոյի հիվանդանոցներ ու գյուղական շրջաններ պաշտոնական պատվիրակությունների կազմում, տեսնում էին այն, ինչ երբեք չէր հայտնվում պաշտոնական հանհաշվետվություններում։ Ամերիկյան ինքնաթիռների առաջին հետախուզական չվերթների հետևանքով վնասված գյուղեր, երեխաների, ովքեր կորցրել էին ծնողներին, սահմանամերձ շրջանների բախումներում, ընտանիքներ, որոնք արդեն սովորել էին ապրել ստորգետնյա ապաստարաններում, ամեն գիշեր սպասելով հնարավոր ռմբակոծության։
Այս պատկերները, ասում են ականատեսները, խորապես ազդում էին այն դիվանագետների վրա, ովքեր տեսնում էին դրանք անմիջականորեն, եւ հենց այս մարդկային փորձառության միջով անցնելով, նույնիսկ ամենազուսպ ու ամենափակ դիվանագետները, ինչպիսին Թովմասյանն էր, դժվար թե կարողանային մնալ ամբողջովին անտարբեր։ Չնայած սրան, դեսպանության պաշտոնական զեկույցները շարունակում էին մնալ չոր, փաստահեն, զուրկ հուզական գնահատականներից, որովհետև հենց այս ոճն էր պահանջվում ապարատից, եւ հենց այս ոճով էին սովորել գրել բոլորը, ովքեր անցել էին Թովմասյանի սերնդի դպրոցը։ Ընտանեկան կապվածության հարցը դեսպանական ծառայության ողջ ընթացքում մնում էր Թովմասյանի կենսագրության ամենասակավ լուսաբանված կողմերից մեկը, եւ հենց այս լռությունն ինքնին խոսուն է դառնում, երբ համեմատում ենք այն ուրիշ դիվանագետների փորձառության հետ։ Շատ խորհրդային բարձրաստիճան դիվանագետներ իրենց ընտանիքները տանում էին իրենց հետ արտասահմանյան առաքելություններ, հատկապես երբ խոսքը գնում էր համեմատաբար կայուն դեսպանությունների մասին։ Բայց ինչպես Հանոյում, այնպես էլ Տրիպոլիում պատերազմող կամ քաղաքականապես անկայուն միջավայրը հաճախ դարձնում էր նման որոշումն ավելի բարդ, ավելի ռիսկային։ Հասանելի աղբյուրները չեն հստակեցնում, թե արդյոք Թովմասյանի ընտանիքի անդամնիքի անդամները ուղեկցում էին նրան այս երկու առաքելությունների ընթացքում, թե նա ապրում էր հիմնականում մենակ, շրջապատված միայն դեսպանության աշխատակիցներով եւ պաշտոնական պարտականություններով։ Ինչ էլ որ լիներ իրականությունը, կարելի է վստահորեն ասել, որ այս տասնամյակի ընթացքում նա ֆիզիկապես գտնվում էր հազարավոր կիլոմետրեր հեռու հենց այն հողից, որին ամբողջ իր երիտասարդությունն էր նվիրել, եւ այս աշխարհագրական հեռավորությունը թերևս ավելացնում էր այն ներքին մենակությանը, որով բնութագրվում էր ողջ նրա կյանքը։ Անդրադառնանք հիմա ավելի մանրամասն այն ցեղային հյուսվածքին, որի մեջ գործում էր լիբիական հասարակությունը եւ որի ըմբռնումը Թովմասյանի աշխատանքի կենտրոնական մասն էր կազմում դեսպանական պաշտոնավարման ողջ ընթացքում։ Ի տարբերություն խորհրդային Հայաստանի, ուր տասնամյակների կենտրոնացված պետական քաղաքականությունը մեծապես ջնջել էր հին տոհմական կառույցները, Լիբիան մնում էր մի հասարակություն, ուր ցեղային պատկանելությունը, ընտանեկան կապերն ու տարածաշրջանային հավատարմությունը շարունակում էին որոշել մարդկանց ճակատագիրը ավելի շատ, քան պաշտոնական պետական ինստիտուտները։ Արևմտյան Լիբիայի Տրիպոլիտանիայի մարզը, արևելյան Կիրենայիկան եւ հարավային, հիմնականում անապատային Ֆեզզանը ունեին իրենց սեփական, հաճախ մրցակցող ցեղային էլիտաները, եւ ցանկացած նոր իշխանություն, ինչքան էլ հեղափոխական հռետորաբանությամբ առաջնորդված լիներ, ստիպված էր հաշվի նստել այս հին, խորապես արմատացած կառույցների հետ։ Դեսպանության զեկույցներում, որ մեզ հասել են հատվածաբար, հատուկ ուշադրություն էր դարձվում հենց այս հարցին, քանի որ հենց սա էր որոշում, թե որքան կայուն կարող է լինել ցանկացած նոր ռեժիմ երկրում։ Պատկերացրեք մի սովորական ընտանիք Ֆեզզանի հեռավոր գյուղերից մեկում 1969 թվականի աշնանը, երբ ընտանիքի հայրը, ամբողջ կյանքում աշխատած ուխտապան կամ հողագործ, առաջին անգամ ռադիոյով լսում է, թե ինչպես նոր իշխանությունը խոստանում է բերել էլեկտրականություն, դպրոց ու հիվանդանոց իր գյուղին։ Այս մարդու համար, ով երբեք չէր տեսել այն նավթային հարստության որևէ մասնիկը, որ արդեն տասնամյակ արտահանվում էր իր երկրից, հեղափոխության խոստումները հնչում էին ոչ որպես վերացական քաղաքականություն, այլ որպես ուղիղ շոշափելի հույս իր երեխաների ապագայի համար։ Հազարավոր նման ընտանիքներ ողջ Լիբիայում նմանապես կապում էին իրենց հույսերը նոր երիտասարդ ղեկավարության հետ, եւ հենց այս զանգվածային անկեղծ հույսը թերևս ամենամեծ ուժն էր, որ թույլ տվեց փոքրաթիվ, համեմատաբար ցածր աստիճանի սպաներից բաղկացած մի խմբի ամրապնդել իր իշխանությունը, առանց էական ներքին դիմադրության հանդիպելու։ Բայց հենց այս հույսի հետևում, ինչպես ցույց տվեցին հետագա տարիները, թաքնված էին բարդություններ, որոնց ամբողջական ծավալը դեռ ոչ ոք չէր կարող կանխատեսել 1969-ի աշնանը։ Երիտասարդ փոխգնդապետը, ով կանգնած էր հեղափոխության գլխին, աստիճանաբար սկսեց մշակել իր սեփական, խորապես ինքնատիպ քաղաքական տեսլականը, որը ոչ դասական կոմունիզմ էր, ոչ էլ ուղղակի կապիտալիզմ, այլ մի յուրահատուկ խառնուրդ իսլամական սկզբունքների, արաբական ազգայնականության ու ուղղակի ժողովրդական կառավարման գաղափարների, որը մի քանի տարի անց ձևակերպվելու էր որպես ամբողջական գաղափարախոսական համակարգ։ Այս համակարգի հիմքերը բնականաբար դեռ ամբողջովին ձևավորված չէին այն ամիսներին, երբ Թովմասյանը դեռ ծառայում էր որպես դեսպան, բայց արդեն երևում էին առաջին նշանները, մի տեսակ անկախատեսելիություն ու ինքնուրույնություն, որը հետագայում դժվարացնելու էր Լիբիայի հարաբերությունները թե Արևմուտքի, թե Խորհրդային Միության հետ հավասարապես։ Դեսպանը, ով արդեն Հանոյում սովորել էր ապրել գաղափարական երկակիության մեջ, Մոսկվայի ու Պեկինի մրցակցության ֆոնին, հիմա կրկին հայտնվում էր մի իրավիճակում, ուր պարզ, միագիծ պատասխաններ չկային։
1970 և 71 թվականներին արդեն Թովմասյանի հեռանալուց հետո նոր լիբիական իշխանությունը սկսեց աստիճանական, բայց հետևողական ազգայնացումներ նավթային ոլորտում, սկսած ամերիկյան մի քանի ընկերության ակտիվների բռնագրավումից, ինչը ի վերջո հանգեցրեց ողջ արտադրության զգալի մասի անցմանը պետական վերահսկողության տակ։ Այս գործընթացը, որի հիմքերը դրվել էին հենց այն առաջին ամիսների բանակցություններում, որոնց ականատեսն ու մասամբ մասնակիցն էր եղել Թովմասյանը, ի վերջո վերափոխեց Լիբիան համաշխարհային նավթային շուկայի կարևորագույն խաղացողներից մեկի և ազդեց ամբողջ միջազգային էներգետիկ քաղաքականության վրա հաջորդ տասնամյակների ընթացքում։ Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ այն դիվանագիտական աշխատանքը, որ Թովմասյանն իրականացրել էր իր պաշտոնավարման վերջին ամիսներին, թեկուզ աննկատ, թեկուզ առանց ուղղակի հրապարակային ճանաչման, մասամբ նպաստել էր մի գործընթացի, որի հետևանքները զգացվեցին տասնամյակներով ավելի ուշ, շատ հեռու այն օրից, երբ ինքը, դեսպանն արդեն թողել էր Տրիպոլին ու վերադարձել Խորհրդային Միություն։ Կան երկու լուսանկար, որոնք եթե դրվեն կողք կողքի, ասես ամփոփեն այս ամբողջ դիվանագիտական տասնամյակի ողջ ուղին։ Առաջինում 1961 թվականի գարուն, Հանոյի օդանավակայան, միջին տարիքի մի տղամարդ, դեռ համեմատաբար թարմ, հագած ծանր, արևադարձային կլիմայի համար ոչ պիտանի կոստյում, դեմքին խորհրդային բարձրաստիճան պաշտոնյայի ավանդական զուսպ արտահայտությունը, բայց աչքերում դեռևս երևացող որոշակի անորոշություն, մի մարդու հայացք, ով դեռ չգիտի, թե ինչ է սպասվում իրեն նոր անծանոթ աշխարհում։ Երկրորդում, 9 տարի անց, Տրիպոլիում, նույն մարդը, բայց արդեն ակնհայտորեն ծերացած, դեմքի գծերն ավելի կոշտ, ուսերն ավելի ընկճված, կանգնած մի խմբի երիտասարդ, համազգեստավոր սպաների կողքին, ովքեր հազիվ նրա որդիների տարիքին էին և ովքեր հենց նոր էին տապալել մի ամբողջ դարավոր միապետություն։ Ֆիզիոգնոմիկան, իհարկե, ինչպես արդեն նշվել է այս պատմության ընթացքում, ճշգրիտ գիտություն չէ, և ոչ մի պատմաբան լուրջ եզրակացություն չի կառուցի միայն լուսանկարների հիման վրա։ Բայց այս երկու պատկերների արանքում սեղմված է ամբողջ մի կյանքի ամենադրամատիկ հատվածը, երկու հեղափոխություն, երկու պատերազմ, երկու տարբեր, բայց խորապես նմանատիպ պատմության մեջ ընկղմված աշխարհ, որոնց միջով անցավ մեկ մարդ, ում սեփական հեղափոխությունն ու սեփական անկում արդեն վաղուց ետևում էին մնացել։ Այն ամերիկացի ու եվրոպացի պատմաբանները, ովքեր վերջին տասնամյակներում ուսումնասիրել են Խորհրդային Միության դիվանագիտական ներկայությունը հարավարևելյան Ասիայում ու հյուսիսային Աֆրիկայում, հազվադեպ են հատուկ ուշադրություն դարձնում հենց Թովմասյանի կերպարին, և հենց այս անտեսվածությունը դառս անտեսվածությունը դառնում է իր հերթին ուշագրավ փաստ։ Նրանք, ովքեր գրում են Վիետնամի պատերազմի դիվանագիտական պատմությունը, կենտրոնանում են հիմնականում ամերիկյան ու վիետնամական աղբյուրների վրա, մինչդեռ խորհրդային դեսպանության ներքին փաստաթղթերը մեծ մասամբ մնում են անհասանելի կամ ուսումնասիրված միայն մասնագիտացված ռուսագիտական շրջանակներում։ Նմանապես նրանք, ովքեր ուսումնասիրում են Լիբիայի հեղափոխության պատմությունը, հիմնականում կենտրոնանում են ներքին լիբիական դինամիկայի ու ամերիկա-բրիտանական դիվանագիտական արձագանքի վրա, թողնելով խորհրդային կողմի դերը համեմատաբար ստվերում։ Այս կրկնակի անտեսվածության մեջ Թովմասյանի կերպարը, ով միաժամանակ գտնվում էր երկու պատմությունների խաչմերուկում, դառնում է գրեթե անտեսանելի նույնիսկ մասնագիտացված գրականության մեջ, մի երևույթ, որ ինքնին խորապես համապատասխանում է այն ընդհանուր օրինաչափությանը, որով անցել է նրա ողջ կյանքը, միշտ մոտ լինել կենտրոնին, բայց երբեք չդառնալ հենց այդ կենտրոնը։ Ինքը, Թովմասյանի գիրքը Լիբիայի մասին, չնայած սահմանափակ տպաքանակով ու համեմատաբար նեղ շրջանառությամբ, պահպանվել է որպես մի յուրահատուկ սկզբնաղբյուր հենց այն մասնագետների համար, ովքեր ուսումնասիրում են խորհրդային լիբիական հարաբերությունների վաղ շրջանը։ Գրքում ի թիվս այլ նյութերի, հեղինակը մանրամասն նկարագրում է երկրի ցեղային կառուցվածքը, տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև իր անձնական դիտարկումները հեղափոխությունից անմիջապես հետո ընկած ամիսների մասին, թեև ինչպես արդեն նշվեց, միշտ խուսափելով անձնական հույզերի ուղղակի արտահայտումից։ Ժամանակակից հետազոտողները, ովքեր հասանելիություն են ունեցել այս գրքին, նշում են, որ այն չնայած իր ակնհայտ գաղափարական շրջանակին, պարունակում է զարմանալիորեն ճշգրիտ ու մանրամասն դիտարկումներ, որոնք վկայում են հեղինակի իսկապես խորը ընկղմվածության մասին այն հասարակության մեջ, որին նվիրել էր իր դիվանագիտական կարիերայի վերջին հատվածը։ Ինչպիսի եզրակացության կարող ենք հասնել, երբ նայում ենք այս ամբողջ պատմությանը ամբողջությանն մեջ։ Այն մարդը, ով 1960 թվականին կորցրեց Հայաստանի ղեկավարությունը, ինչ-որ իմաստով ձեռք բերեց մի ուրիշ, շատ ավելի անսովոր տեսակի ազդեցություն։ Հնարավորությունը լինել ականատես, մոտիկից, երկու պատմական իրադարձությունների, որոնք վերաձևակերպեցին ողջ 20-րդ դարի քաղաքական քարտեզը իրենց տարածաշրջաններում։
Հազարավոր խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ընկան իշխանությունից ստալինյան կամ հետստալինյան ապարատում, պարզապես անհետացան մոռացության մեջ, ստացան աննկատ, երկրորդական պաշտոններ ու անհետացան պատմության էջերից։ Թովմասյանի պարագայում ոսկեզոծ աքսորը, որի մասին խոսվում էր դեռ Հանոյի ուղևորության հենց սկզբում, փաստացիորեն վերածվեց մի եզակի պատուհանի դեպի պատմության երկու ամենադրամատիկ խաչմերուկները, և հենց այս պատուհանից նայելով էր, որ նախկին առաջին քարտուղարը անցկացրեց իր կյանքի վերջին ակտիվ տասնամյակը։ Կա սակայն մի օրինաչափություն, որը ուշադիր նայելով կրկնվում է զարմանալի հետևողականությամբ ողջ Թովմասյանի դիվանագիտական կարիերայի ընթացքում և որը արժանի է առանձին ուշադրության։ Երկու դեպքում էլ, և Հանոյում, և Տրիպոլիում, նա հեռացավ իր պաշտոնից ուղիղ այն պահին, երբ իրադարձությունները դեռ նոր էին սկսում իրենց ամենադրամատիկ փուլը, բայց դեռ չէին հասել իրենց գագաթնակետին։ Հանոյից նա մեկնեց 1964 թվականի սեպտեմբերին, Տոնկինի ծոցի ճգնաժամից անմիջապես հետո, բայց դեռ 6 ամիս առաջ, քան սկսվեին գլորվող ամպրոպ կոչվող մասշտաբային ռմբակոծությունները, որոնք 1965 թվականի մարտից սկսած ամբողջովին վերափոխեցին պատերազմի բնույթը, բերելով անասելի ավերածություններ Հյուսիսային Վիետնամի քաղաքներին։ Այս ամենադաժան, ամենաինտենսիվ շրջանն արդեն տեսավ ոչ թե Թովմասյանը, այլ իր հաջորդը Իլյա Շչերբակովը, ով դեսպանության ղեկին կանգնած մնաց մինչև 1968 թվականը, ապրելով ամեն օր ամերիկյան ռմբակոծությունների անմիջական սպառնալիքի տակ, մի փորձառություն, որից Թովմասյանն ինքը ինչ-որ իմաստով խուսափեց, ընդամենը մի քանի ամսվա տարբերությամբ։ Նույն օրինաչափությունը կրկնվեց Լիբիայում։ Թովմասյանը հեռացավ Տրիպոլիից 1970 թվականի փետրվարին, ընդամենը 5 ամիս հեղափոխությունից հետո, մի պահի, երբ հեղափոխական հրամանատարական խորհրդի ներքին կառուցվածքն ու գաղափարախոսությունը դեռ ամբողջովին ձևավորված չէին։ Իր հաջորդը Իվան Յակուշինը ստիպված եղավ նավարկել շատ ավելի բարդ ջրերում։ Հենց նրա պաշտոնավարման ընթացքում սկսվեցին ամենալուրջ բանակցությունները նավթի ազգայնացման շուրջ։ Հենց նա ականատես եղավ, թե ինչպես երիտասարդ փոխգնդապետը վերջնականապես համախմբեց իր անձնական իշխանությունը, դուրս մղելով հեղափոխական խորհրդի մյուս անդամներից ոմանց, և հենց նրա օրոք սկսվեց ձևավորվել այն ինքնատիպ, անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը, որը հետագա տասնամյակների ընթացքում բազմիցս զարմացնելու էր և Մոսկվային, և Վաշինգտոնին։ Ասես մի աներևակայելի սցենարով, Թովմասյանը կրկին ու կրկին հայտնվում էր հենց այն կետում, ուր սկսվում է մեծ պատմությունը, բայց հեռանում էր հենց նախքան դրա ամենադրամատիկ գագաթնակետը, կրկնելով ինքնին առանց գիտակցելու նույն այն օրինաչափությունը, որով անցել էր իր ողջ քաղաքական կյանքը, միշտ մոտիկ կենտրոնին, բայց երբեք հենց կենտրոնում։ Այս դիտարկումը բացում է մի հետաքրքիր փիլիսոփայական հարց, որին արժե նվիրել մի պահ խորհրդածություն։ Արդյոք սա ընդամենը պատահականությունների շարան էր, թե գոյություն ուներ ինչ-որ խորքային, համակարգային տրամաբանություն, ըստ որի հենց այն մարդկանց, ովքեր ունեին Թովմասյանի կենսագրությունը, նշանավորված վաղեմի անկումով ու հետագա զգուշավոր, փորձառու վարքագծով, հատկացվում էին հենց այն դիվանագիտական պաշտոնները, որոնց ամենադաժան փուլերը դեռ առջևում էին։ Հնարավոր է, որ Մոսկվան միտումնավոր օգտագործում էր փորձառու, բայց արդեն այրված գործիչներին հենց այն կետերում, ուր իրավիճակը դեռ նոր էր ձևավորվում, հենվելով նրանց երկարամյա ապարատային փորձի վրա նոր իրավիճակների առաջին վերլուծության համար։ Իսկ հետո, երբ իրավիճակը սրվում էր ու պահանջում ավելի երկարաժամկետ, ավելի ինտենսիվ ներգրավվածություն, փոխարինում էին նրանց ավելի երիտասարդ, ավելի էներգիկ դիվանագետներով։ Եթե այս վարկածն ընդունելի է, ապա Թովմասյանի ողջ դիվանագիտական կարիերան կարելի է դիտարկել որպես մի յուրահատուկ մասնագիտություն, առաջին արձագանքողի դերում, մարդ, ում խնդիրն էր ոչ թե ապրել ողջ ճգնաժամի ընթացքը, այլ ճշգրիտ ախտորոշել դրա բնույթը հենց սկզբնական փուլում։ Անկախ նրանից, թե որքանով է ճշմարիտ այս վարկածը, մի բան մնում է անվիճելի փաստ։ Սուրեն Թովմասյանն իր կյանքի վերջին ակտիվ տասնամյակի ընթացքում տեսավ ավելի շատ պատմական դրամա, քան մեծամասնությունը կտեսներ մի քանի կյանքի ընթացքում։ Նա տեսավ, թե ինչպես մեկ երկիր աստիճանաբար սուզվում է լիակատար պատերազմի մեջ, և տեսավ, թե ինչպես մեկ ուրիշ երկիր մեկ գիշերվա ընթացքում կորցնում է իր հազարամյա միապետությունը։ Երկուսում էլ նա եղավ ոչ թե գլխավոր դերակատար, այլ ուշադիր, զգույշ, մասնագիտացած դիտորդ, մարդ, ում ամբողջ նախորդ կյանքն էր նախապատրաստել հենց այս դերի համար՝ դիտել, վերլուծել, հաղորդել։ Եվ երբեք չմոռանալ, որ սեփական զգացմունքները երբեք չպետք է ազդեն պաշտոնական հաշվետվության ճշգրտության վրա։ Հետաքրքիր է անդրադառնալ նաև մի այլ, ավելի նուրդ կողմի, որը հազվադեպ է հիշատակվում, երբ խոսքը գնում է հայազգի դիվանագետների մասին խորհրդային ծառայության մեջ։
Ինչպես արդեն նշվել է ավելի վաղ, Անաստաս Միկոյանը, ով անձամբ նշանակալից դեր խաղաց Թովմասյանի քաղաքական վերելքի սկզբում, մնում էր Խորհրդային Միության ամենաբարձրաստիճան հայազգի պաշտոնյան, եւ յուրաքանչյուր անգամ, երբ մեկ այլ հայ հասնում էր բարձր դիվանագիտական կամ քաղաքական պաշտոնի, այս փաստը հատուկ հպարտության առիթ էր դառնում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր համայնքներում, որտեղ մարդիկ ուշադիր հետևում էին ցանկացած նշանի, թե իրենց փոքրաթիվ, բայց հին ազգը կարող է իր ներդրումն ունենալ մեծ պատմության մեջ։ Հանոյում ու Տրիպոլիում հեռավոր փոքրաթիվ հայկական համայնքների առկայության դեպքում տեղական հայերը ասում են ականատեսների հազվագյուտ վկայությունները հատուկ հպարտությամբ էին վերաբերվում այն փաստին, որ Խորհրդային Միության պաշտոնական ներկայացուցիչը, ով նստած էր դեսպանության ամենապատվավոր աթոռին, հայազգի էր, նույն ազգից ինչ իրենք, թեկուզ գալիս էր բոլորովին այլ հեռավոր աշխարհից։ Այս հայկական թելը, թեև աննկատ, թեև երբեք ուղղակիորեն չօգտագործված, ինքնին Թովմասյանի կողմից որպես դիվանագիտական գործիք, այնուամենայնիվ ստեղծում է մի հետաքրքիր երկար պատմական թել, որ կապում է Հայաստանի փոքր լեռնային աշխարհը մեծ հեռավոր տերությունների ու հեղափոխությունների աշխարհի հետ։ Զանգեզուրի աղքատ գյուղացու որդին, ով դարձել էր նախ Հայաստանի ղեկավար, ապա Խորհրդային Միության պաշտոնական ձայնը Ասիայի ամենադաժան պատերազմի կենտրոնում, ապա նույն ձայնը Հյուսիսային Աֆրիկայի հեղափոխական խռովքի ժամանակ մարմնավորում էր մի յուրահատուկ, հազվադեպ հանդիպող կենսագրական հետագիծ, որով մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչը կարող էր հայտնվել աշխարհի ամենահեռավոր ու ամենադրամատիկ խաչմերուկներում, առանց երբևէ կորցնելու իր ազգային ինքնությունը, բայց նաև առանց երբևէ ուղղակիորեն օգտագործելու այն որպես դիվանագիտական մեխանիզմ։ Երևանում 1980 թվականի փետրվարյան այն ցուրտ օրերին Թովմասյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ առանց մեծ հրապարակային արարողության, համեմատաբար համեստ, ինչպես վայել էր մեկին, ով արդեն 10 տարի հեռու էր հրապարակային կյանքից։ Նրան հողին հանձնեցին Երևանի Պանթեոնում, ուր հանգչում են Հայաստանի բազմաթիվ նշանավոր գործիչներ, նրանց թվում եւ նրանք, ում ինքը Թովմասյանն է մասնակցել վերականգնելուն, եւ նրանք, ում հետ նա միասին կանգնած էր Հայաստանի ղեկավար մաղայկին։ Քչերն էին այդ օրերին հիշում, թե ինչ ճանապարհ էր անցել այս մարդը իր վերջին 11-ի ընթացքում, եւ գրեթե ոչ ոք չէր կապում նրա անունը Հանոյի ու Տրիպոլիի հեռավոր բոցավառ իրադարձությունների հետ։ Հայաստանի հասարակական հիշողության մեջ նա մնում էր եւ մեծամասամբ մնում է մինչ օրս, հիմնականում որպես Հայաստանի կենտրոնական կոմիտեի նախկին առաջին քարտուղար, մարդ, ում կապում են Չարենցի վերականգնման հետ եւ ում մասին քչերն են գիտեն, որ նա ապրել ու աշխատել է երկու պու պատերազմող մայրցամաքում, որպես Խորհրդային Միության պաշտոնական ձայնը հեռավոր, բայց աշխարհի ապագան ձևավորող երկրներում։ Ուշագրավ պատմական հեգնանք է այն, որ գրեթե կես դար անց, արդեն անկախ Հայաստանում, մի ուրիշ մարդ, կրելով նույն այն անունը, որով ծնվել էր Զանգեզուրի աղքատ գյուղացու որդին, կրկին կապվեց Հանոյի հետ։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեսպան նշանակեցին Վիետնամում մի մարդու, ում անունը կրկին Սուրեն էր։ Այս զուգադիպությունը իհարկե ոչ մի ուղղակի կապ չունի 20-րդ դարի պատմության հետ, եւ ոչ մի պատմաբան լուրջ եզրակացություն չի կառուցի երկու անվան պատահական համընկնման հիման վրա։ Բայց այն ինքնին ասես մի հեռավոր խորհրդանշական հիշեցում է այն մասին, թե որքան երկար ու ոլորապտույտ կարող են լինել այն թելերը, որոնցով մեկ ազգի պատմությունը կապվում է աշխարհի ամենահեռավոր, թվացյալ ամենաանկապ վայրերի հետ, եւ թե ինչպես տասնամյակներ անց հեռավոր Հանոյի երկինքը կրկին կարող է հայտնվել մեկ ուրիշ հայի կենսագրության մեջ, առանց ինքն էլ իմանալու, թե ինչ ուրվականների հետքով է քայլում։ Ինչպիսին էր արևմտյան տերությունների առաջին արձագանքը այս ամբողջ ցնցող հեղափոխությանը, եւ ինչպես էր այն ընկալվում համեմատության մեջ խորհրդային կողմի արագ գործնական քայլերի հետ։ Վաշինգտոնում ու Լոնդոնում սեպտեմբերի առաջին օրերի լուրերն ընդունվեցին սկզբում որպես համեմատաբար աննշան իրադարձություն, եւս մեկ ռազմական հեղաշրջում, մի փոքր, ռազմավարական տեսանկյունից երկրորդական արաբական երկրում։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Տրիպոլիում, ինչպես ցույց են տալիս հետագայում հրապարակված փաստաթղթերը, առաջին շաբաթներին նույնպես չէր կարողանում ճշգրիտ գնահատել նոր ռեժիմի բնույթը, եւ որոշ վերլուծաբաններ անգամ կարծում էին, թե խոսքը գնում է կարճատև անկայուն իշխանության մասին, որը շուտով կփոխարինվի ավելի կանխատեսելի ուժերով։ Այս թերագնահատումը, որին բազմիցս անդրադարձել են հետագա տասնամյակների պատմաբանները, հետագայում թանկ նստեց Արևմուտքի համար, երբ պարզ դարձավ, թե որքան երկարակյաց ու որքան անկանխատեսելի էր իր իրականում այն ուժը, որ իշխանության եկավ հենց այս անուշադիր դիտարկվող սեպտեմբերյան առավոտին։ Թագավոր Իդրիս առաջինի հետագա ճակատագիրը ինչ-որ իմաստով փակեց մի ամբողջ դարաշրջանի շրջանագիծը։ Զրկված գահից, նա այդպես էլ երբեք չվերադարձավ իր հայրենիք։
մնալով Աքսորում, նախ Եգիպտոսում, ապա ի վերջո մահանալով Կահիրեում 1983 թվականին։ Ընդամենը 3 տարի Թովմասյանից հետո 2 մարդ, ում ճակատագրերը մեկ գիշերվա ընթացքում խաչվել էին Տրիպոլիում, բայց ովքեր ամենայն հավանականությամբ երբեք անձամբ ուղիղ երկխոսության մեջ չմտան միմյանց հետ։ Ինչ-որ խորհրդանշական ծանրություն կա այս զուգահեռ ավարտների մեջ։ 2 մարդ։ Մեկը հազարամյա միապետության վերջին կրողը, մյուսը մի հեռավոր կայսրության հեռավոր արդեն մոռացված ներկայացուցիչը։ Երկուսն էլ ավարտեցին իրենց օրերը հեռու իրենց երբեմնի իշխանության կենտրոնից, հեռու այն համբավից, որ մի ժամանակ կրում էին։ Երիտասարդ փոխգնդապետի քաղաքական տեսլականը, որի առաջին դեռ մշուշոտ ուրվագծերը երևում էին հենց Թովմասյանի պաշտոնավարման վերջին ամիսներին, ամբողջովին ձևավորվեց միայն տարիներ անց, երբ հեղինակը հրապարակեց իր հայտնի կանաչ գիրքը, որում շարադրված էր մի ամբողջական, ինքնատիպ գաղափարախոսական համակարգ, ոչ կապիտալիզմ, ոչ սոցիալիզմ, այլ մի երրորդ ինքնահռչակ ճանապարհ, հիմնված ուղղակի ժողովրդական ինքնակառավարման սկզբունքների վրա։ Այս գաղափարախոսության զարգացում ինքնին ապացուցեց, թե որքան ճշգրիտ էին եղել դեսպանության ամենավաղ զգուշավոր դիտարկումները, նոր ռեժիմի անկանխատեսելիության ու ինքնուրույնության մասին։ Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը, ի վերջո, չկարողացան լիովին տիրանալ կամ վերահսկել այն ուժը, որ ծնվել էր հենց այն սեպտեմբերյան գիշերը, երբ Թովմասյանն արթնացել էր հեռախոսազանգից, դեռ չիմանալով, թե ինչ պատմական դարաշրջանի սկիզբն է իր առջև բացվում։ Խորհրդային արտաքին քաղաքականության պատմության մեջ, ինչպես ցույց են տալիս վերջին տասնամյակների արխիվային հետազոտությունները, Թովմասյանի պարագան հեռու էր եզակի լինելուց։ Տասնյակ բարձրաստիճան կուսակցական գործիչներ, ովքեր կորցրել էին Մոսկվայի վստահությունը, առանց այնուամենայնիվ դառնալու ուղղակի քաղաքական թշնամիներ, ուղարկվում էին հեռավոր դեսպանություններ, եւ հենց այս մարդկանց միջոցով էր Խորհրդային Միությունը հաճախ ձևավորում իր առաջին, ամենավաղ դիրքորոշումը երրորդ աշխարհի նոր, դեռ ձևավորվող հեղափոխական ռեժիմների նկատմամբ։ Այս երևույթը, որը ժամանակակից պատմաբանները երբեմն անվանում են քաղաքական աքսորի դիվանագիտություն, ստեղծում էր մի տարօրինակ, բայց համակարգային արդյունավետ մեխանիզմ։ Մարդիկ, ովքեր այլևս պիտանի չէին ներքին քաղաքականության համար, դառնում էին կայսրության աչքերն ու ականջները հենց այն վայրերում, ուր ձևավորվում էր աշխարհի ապագա քաղաքական քարտեզը։ Թովմասյանի եզակիությունն այս ընդհանուր օրինաչափության մեջ այն էր, որ նրան բախտ վիճակվեց հայտնվել ոչ մեկ, այլ երկու այդպիսի բեկումնային կետում, եւ երկուսում էլ թողնել գրավոր հետք, թեկուզ եւ թերի, թեկուզ եւ զուս, թեկուզ եւ թաքցված պաշտոնական հաշվետվությունների ու մեկ գիտական մենագրության հետևում։ Ինչպիսի վերջնական գնահատական կարող ենք տալ Սուրեն Թովմասյանի ողջ դիվանագիտական ժառանգությանը, եթե փորձենք հեռվից նայել այս ամբողջ պատմությանը։ Նա երբեք չդարձավ մեծ դիվանագետ, այն իմաստով, որով պատմությունը հիշում է հանրահայտ դեսպանների անուններ, ովքեր փոխեցին պատերազմների ընթացքը կամ ստորագրեցին պատմական համաձայնագրեր։ Նրա դերն ավելի համեստ էր, բայց եւ ոչ պակաս կարևոր։ Նա եղավ մի կայուն, հուսալի, մանրակրկիտ դիտորդ, ում զեկույցները, ինչքան մեզ հայտնի է հասանելի աղբյուրներից, ապահովում էին Մոսկվային ճշգրիտ հավասարակշռված պատկեր երկու աշխարհում ամենադրամատիկ իրադարձությունների մասին, առանց չափազանցության, առանց անձնական հույզերի խեղաթյուրող ազդեցության։ Այս տեսակի աշխատանքը հազվադեպ է արժանանում պատմության ուշադրությանը, հազվադեպ է դառնում գրքերի կամ ֆիլմերի նյութ, բայց հենց այս համբերատար, աննկատ աշխատանքի վրա էր հենվում ողջ խորհրդային արտաքին քաղաքականության մեքենան, եւ առանց հարյուրավոր Թովմասյանների ցրված աշխարհով մեկ կայսրության որոշումները հիմնված կլինեին ենթադրությունների, ոչ թե փաստերի վրա։ Այժմ, երբ մենք հասել ենք այս երրորդ եւ դերևս ամենաանծանոթ գլխի ավարտին, արժե մի պահ կանգ առնել ու հայացք գցել ամբողջ այն ճանապարհի վրա, որով անցավ Սուրեն Հակոբի Թովմասյանը։ Երեք բոլորովին տարբեր տեսանկյուններից կարող ենք նայել այս մեկ կյանքին։ Մեկը Երևանում, ուր նա բարձրացավ աղքատությունից մինչև Հայաստանի բացարձակ իշխանության գագաթը եւ ապա կորցրեց ամեն ինչ մեկ պլենումի ընթացքում։ Մյուսը նրա ամենամութ, ամենաքիչ ուսումնասիրված երիտասարդական տարիներում, ուր նա գտնվում էր հենց այն մեքենայի ներսում, որը ջախջախում էր մարդկային ճակատագրերը, մինչև հետագայում ինքն էր դառնում այդ ջախջախման հետևանքների մասնակի ուղիչը։ Եվ վերջինը, հենց այս գլխում պատմվածը, ուր նա հեռու հայրենիքից դարձավ մի հեռավոր, բայց խորապես ուշադիր դիտորդ երկու ամենադրամատիկ հեղափոխական ցնցումների, որոնք ապրեց 20-րդ դարի երկրորդ կեսը Ասիայում ու Աֆրիկայում։ Երեք տարբեր դեմք, երեք տարբեր դեր, եւ սակայն մեկ ու նույն մարդ, ում ամբողջական դիմանկարը թերևս երբեք ամբողջովին հասանելի չի լինի մեզ, որովհետև ինքն իսկ ողջ կյանքի ընթացքում ընտրել էր մնալ ստվերում, նույնիսկ ամենապայծառ լույսի ներքո կանգնելիս։
Պատմությունը, ինչպես բազմիցս ցույց է տվել այս ամբողջ պատումը, հազվադեպ է տալիս մեզ մեկ միակ մաքուր բացատրություն որևէ մարդու կենսագրության համար։ Սուրեն Թովմասյանը եղավ եւ երիտասարդ ապարատչիկ ամենասարսափելի մեքենայի ներսում, եւ հալոցքի դադարաշրջանի զգույշ, բայց իրական մասնակիցը, եւ Հայաստան, որ 5 Հայաստանի 7-ամյա տերը, եւ երկու հեղափոխության հեռավոր, բայց ուշադիր ականատեսը։ Ինչքան էլ ցանկանանք վերջնական միանշանակ դատողություն արտահայտել, հերոս էր նա թե պարզապես համակարգի հավատարիմ ծառա, հանճար էր թե սովորական մարդ, ով պատահաբար հայտնվեց արտասովոր տեղերում, ճշմարտությունն ամենայն հավանականությամբ մնում է շատ ավելի բարդ, քան ցանկացած պարզեցված պատասխան։ Եվ թերևս հենց այս բարդության ընդունումն է ամենակարևոր դասը, որ կարող ենք քաղել այս մարդու պատմությունից, որ իրական մարդկային կյանքերը հազվադեպ են տեղավորվում հարմար կատեգորիաների մեջ, եւ որ նույնիսկ ամենազուսպ, ամենափակ մարդը, ով ամբողջ կյանքում փորձել է անտեսանելի մնալ, կարող է ի վերջո հայտնվել պատմության ամենատեսանելի խաչմերուկներում, առանց երբևէ ինքն իսկ դա գիտակցելու։ Այսօր Երևանի Պանթեոնի հանգիստ ստվերոտ ուղիներով քայլող մարդկանց մեծամասնությունը, եթե անգամ կանգ առնի Սուրեն Թովմասյանի շիրմաքարի մոտ, դժվար թե իմանա, որ այս անունը կրող մարդը մի ժամանակ կանգնած է եղել Հանոյի բոցավառ երկնքի տակ եւ Տրիպոլիի հեղափոխական փողոցներում դիտելով ինչպես մեկ երկիր սուզվում է պատերազմի մեջ եւ մյուսը դուրս գալիս դարավոր միապետության ստվերից։ Այս լռությունը, այս մոռացությունը թերևս ամենադաժան արդարությունն է, որ պատմությունը երբեմն վերապահում է նույնիսկ նրանց, ովքեր ամբողջ կյանքում ամենադրված ջանք են գործադրել մնալու անտեսանելի։ Բայց արդյոք հենց այս անտեսանելիությունը չէ, որ ի վերջո դարձնում է նրա պատմությունը այնքան արժեքավոր մեզ համար այսօր, որպես հիշեցում, թե որքան շատ մարդկային կյանքեր, որքան շատ լուռ ականատեսներ մեծ պատմության մնում են ընդմիշտ չպատմված, սպասելով մեկին, ով վերջապես կկարդա նրանց լռությունը։